Նշանադրության խնջույքի ժամանակ մի երեխա բացահայտում է մի խաբեություն, լրացնելով բարձրաշխարհիկ հյուրերով լի մի ամբողջ դահլիճ։ Ճշմարտությունը պայթյունի պես տարածվում է, երբ նա նկարագրում է զուգարանում թաքցրած կեղծ փորը։ Բայց այս սկանդալը ստի ու վրեժի վրա հիմնված վտանգավոր խարդավանքի ընդամենը սկիզբն է։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին գրեք, թե որ քաղաքից եք մեզ դիտում։ Շարունակում ենք։ Ջուրը ընդամենը 30 սանտիմետր հեռավորության վրա էր։ 30 սանտիմետր, որ կարող էին լինել 30 կիլոմետր։ Արմեն Սարգսյանը անհավանական լարվածությամբ նայում էր կողքի սեղանին դրված բաժակին։ 52 տարեկանում այդ մարդը ղեկավարել էր միլիոնավոր դրամների գործարքներ, կայացրել որոշումներ, որոնք ազդել էին հարյուրավոր կյանքերի վրա, հատել օվկիանոսներ անձնական ինքնաթիռներով։ Իսկ հիմա չէր կարողանում հասնել մի պարզ բաժակ ջրի։ Նրա մատները ձգվեցին, թեթակի դողալով։ Էլեկտրական սայլակը սխալ էր դրված, իդեալական հեռավորությունից մի քանի սանտիմետր այն կողմ։ Նա կարող էր կարգավորել այն կառավարման վահանակով, բայց ներսում մի բան ընդդիմանում էր։ Կարծես այդ փոքրիկ պարտությունն ընդունելը նշանակեր ընդունել մյուս բոլորը։ Քրտինքը սկսեց հոսել նրա ճակատով։ Ոչ թե ֆիզիկական լարվածությունից, այլ զայրույթից, որը լեղու պես բարձրանում էր կոկորդում։ Շուրջ բոլորը, առանձնատանը, գերեզմանային լռություն էր տիրում։ 16 սենյակ, բոլորը հագեցած նորագույն տեխնոլոգիաներով, ձայնային հրամաններին արձագանքող ավտոմատացված համակարգերով, տաքացվող հատակով, ապակիներով, որոնք ինքնուրույն մգանում էին կախված արի լույսից։ Հարմարավետության մի ամրոց, որը դարձել էր անթերի բանդ։ Մարմարե միջանցքներում ոչ մի քայլի արձագանք չէր լսվում, ոչ էլ հեռավոր խոսակցություններ գուրմանների համար նախատեսված խոհանոցից, որը նա երբեք չէր օգտագործել։ Միայն օդորակիչի խուլ բզզոցը տան, իր սեփական գործառույթները կարգավորելու հազվադեպ ձայները։ Արմենը հրաժարվեց բաժակին հասնելու փորձից։ Նրա ձեռքերը ծանր ընկան սայլակի բազկաթոռներին։ Հենց այդ պահին տեղի ունեցավ այն, ինչից նա ամենաշատն էր վախենում, ինչը վերջին շաբաթներին ավելի ու ավելի հաճախ էր կրկնվում։ Արցունքներն ի հայտ եկան առանց թույլտվության։ Դրանք դրամատիկ արցունքներ չէին, հեկեկոցներով ուղեկցվող։ Դրանք ավելի վատն էին։ Դրանք լուռ էին, հոսում էին անշարժ մնացած դեմքով, կարծես մարմինը որոշել էր արտահայտել այն, ինչ միտքը հրաժարվում էր ընկալել։ 3 տարի, 7 ամիս։ Այսքան ժամանակ էր անցել վթարից։ Այն պահից, երբ մեքենան շրջվել էր թաց ճանապարհին, երբ նա արթնացել էր հիվանդասենյակում, ճզգալով սեփական ոտքերը, երբ բժիշկն ասել էր այն խոսքերը, որոնք նա դեռ հրաժարվում էր լիովին ընդունել։ Ողնաշարի վնասվածքները լուրջ են։ Այս պահին գոտկատեղից ներք շարժում չկա։ Այս պահին։ Նա կառչել էր այդ երկու բառից, ինչպես խեղդվողը փայտի կտորից։ Բայց պահերը վերածվեցին ամիսների, իսկ ամիսները՝ տարիների, փայտը սկսեց փտել նրա ձեռքերի տակ։ Հնչեց ծառայողական մուտքի զանգը։ Արմենը ձեռքի թիկունքով սրբեց դեմքը, փորձելով որոշ չափով վերականգնել ինքնատիրապետումը։ Երեքշաբթի էր, օրը, երբ Անահիտը գալիս էր մաքրություն անելու։ Նա մտածեց գնալ ննջասենյակ, փակվել այնտեղ, մինչ կինը կավարտի իր գործը, ինչպես անում էր շատ հաճախ։ Բայց նույնիսկ դրա համար չափազանց հոգնած էր։ Ծառայողական միջանցքից լսվող թեթ քայլերի ձայնը հասավ նրան, նախքան կնոջ հայտնվելը։ Անահիտը 43 տարեկան էր, աշխատանքից կոշտացած ձեռքերով մի ժպիտով, որն ավելի շատ իրեն էր պահում, քան աշխարհին ցույց տալիս։ Նա այստեղ աշխատում էր 1.5 տարի, միշտ ճշտապահ, միշտ զուսպ, միշտ արդյունավետ։ Կատարյալ մեկը Արմենի նման մարդու համար, ով լավ էր վճարում հանգիստ թողնվելու իրավունքի համար։ Բայց այդ երեքշաբթի Անահիտը մենակ չէր։ Նրա հետից մի փոքրիկ աղջիկ հայտնվեց, կրծքին սեղմած մի հին տետր։ 7 տարեկանից ավելի չէր լինի։ Հագին ուներ պարզ զգեստ, ուսի վրա կարկատած սանդալներ, որոնք ավելի լավ օրեր էին տեսել։ Սակայն ամենից շատ ուշադրություն գրավում էին նրա աչքերը։ Դրանք չափազանց ուշադիր էին, չափազանց հասուն այդ դեռս մանկական փափկությամբ լի դեմքի համար։ Պարոն Սարգսյան, սկսեց Անահիտը, նրա ձայնում մի նոր բան կար։ Մի փխրունություն, որը նա երբեք չէր լսել։ Ներողություն եմ խնդրում։ Նարինեի դպրոցում խողովակների հետ կապված խնդիր է առաջացել, երեխաներին շուտ եմ բաց թողել։ Նրան թողնելու տեղ չունեմ։ Խոստանում եմ, որ չի խանգարի։ Հանգիստ կնստի, մինչ ես աշխատեմ։
Արմենը բացեց բերանը, ոչը ասելու համար։ Բացատրելու, որ սա իր տունն է, իր տարածքը, որ այստեղ երեխաների համար տեղ չկա։ Բայց նախքան բառերը ձակերպելը, Նարինեն մի քայլ առաջ արեց։ Դուք լաց էիք լինում, ասաց նա։ Դա հարց չէր։ Անահիտը շփոթված կարմրելով քաշեց դստեր թից։ Նարինե։ Այդ ինչ պահվածք է։ Ներողություն խնդրիր պարոնից։ Բայց աղջիկը հայացքը չթեքեց։ Նա թեթակի թեքեց գլուխը, ինչպես մի թռչնակ, որը հետաքրքիր բան է ուսումնասիրում։ Լաց լինելը լավ է։ Իմ ուսուցչուհին ասել է, որ արցունքները վատ բաները դուրս են հանում։ Բայց աղոթելն ավելի լավ է։ Այնպես, ինչպես նա դա ասաց, միաժամանակ մաքուր համոզմունքով միամտությունից զուրկ ստիպեց Արմենին վարանել։ Նա չէր հավատում աղոթքին։ Նա առհասարակ քիչ բանի էր հավատում, բացի նրանից, ինչին կարող էր դիպչել, չափել, կառավարել։ Բայց այդ աչքերում մի բան կար, որը թույլ չէր տալիս նրան պարզապես վանել աղջկան այն դաժան խոսքերով, որոնք արդեն ծակծկում էին լեզվին։ Նարինե, խնդրում եմ, պնդեց Անահիտը, նրա ձայնը գրեթե հուսահատ շշունջ էր։ Գնա լվացքատուն։ Հիմա։ Բայց Նարինեն չշարժվեց։ Փոխարենը, նա միանգամայն անսպասելի բան արեց։ Նա ծնկի իջավ հենց այնտեղ, իտալական մարմարե հատակին, որը մի ամբողջ կարողություն արժեր, փակեց աչքերը իրար միացրեց փոքրիկ ձեռքերը։ Արմենը քարացավ։ Անահիտը, նույնպես։ Առանձնատան լռությունը կարծես խորացավ, ասես ինքը, տունը, շունչը պահած լիներ։ Աղջիկը չխնդրեց, որ նա քայլի։ Չխնդրեց հարստություն կամ տպավորիչ հրաշքներ։ Նրա ձայնը, ցածր ու հաստատուն, խնդրում էր քաջություն։ Խաղաղություն գիշերվա ժամերին, երբ վախը կգար։ Ընկերակցություն երկար օրերին։ Սիրտ, որը չէր մոռանա, թե ինչպես ժպտալ։ Եվ հետո տեղի ունեցավ մի բան, որը Արմենը չէր կարողանում բացատրել։ Մի բան, որը հետագայում նա կփորձեր բանականացնել բոլոր հնարավոր ձերով։ Ծակծկոց։ Թեթ, գրեթե աննկատ, բայց անհերքելի։ Այն սկսվեց ձախ ոտնաթաթից, բարձրացավ մինչ կոճը անհետացավ նույնքան արագ, որքան հայտնվել էր։ Նա խեղդվեց։ Անահիտը տագնապով նայեց նրան։ Պարոն Սարգսյան, լավ եք։ Նարինեն բացեց աչքերը ոտքի կանգնեց, թափ տալով զգեստի փոշին։ Նա նայեց նրան այն շփոթեցնող հանգստությամբ ասաց. Հիմա ամեն ինչ լավ կլինի։ Նախքան Արմենը կկարողանար պատասխանել, նախքան կհասցներ ընկալել, թե ինչ զգաց հենց նոր, աղջիկը շրջվեց գնաց դեպի լվացքատուն, տետրը թափահարելով մարմնի կողքին, կարծես ոչ մի արտառոց բան տեղի չէր ունեցել։ Անահիտը մնաց այնտեղ, երկմտելով, գնա դստեր հետից, թե ստուգի, արդյոք իր տերը իրոք լավ է։ Արմենը ձեռքով անորոշ շարժում արեց, ազատ արձակելով նրան։ Կինս մի պահ վարանեց, ապա թեթակի խոնարհվեց անցավ նույն դռնով, որով անցել էր Նարինեն։ Կրկին մենակ մնալով, Արմենը նայեց սեփական ոտքերին։ Անշարժ, ինչպես միշտ։ Փորձեց շարժել ոտքի մատները։ Ոչինչ։ Փորձեց ծալել կոճը։ Ոչինչ։ Գուցե պատկերացրել էր։ Գուցե դա պարզապես ինչ-որ բան զգալու հուսահատ ցանկությունն էր, որը պատրանքներ էր ստեղծում այլս չարձագանքող մարմնում։ Բայց երբ փակեց աչքերը, դեռ կարող էր զգալ այդ ծակծկոցի արձագանքը։ Եվ մի ուրիշ բան։ Մի բան, որը տարիներով չէր զգացել, որը պատշաճ անուն չուներ։ Դա հույս չէր, ոչ։ Ավելի նուրբ բան էր։ Դա հույսի հնարավորությունն էր։ Մի ճեղք այն դռան վրա, որը նա կարծում էր, թե ընդմիշտ փակված է։ Օրվա մնացած մասն անցավ տարօրինակ մշուշի մեջ։ Արմենը մնաց իր աշխատասենյակում, փորձելով կենտրոնանալ էլեկտրոնային նամակների ֆինանսական հաշվետվությունների վրա, բայց մտքերը անընդհատ վերադառնում էին այն մի քանի րոպեներին։ Աղջկա աչքերին։ Այն պարզ աղոթքին։ Այն ծակծկոցին, որը կարող էր իրական լինել, կամ ոչ։ Երբ Անահիտը եկավ հրաժեշտ տալու, Նարինեն կրկին հայտնվեց նրա կողքին։ Աղջիկը նայեց Արմենին ժպտաց։ Դա պարտադրված կամ քաղաքավարի ժպիտ չէր։ Դա անկեղծ էր, ջերմ, կարծես նա մի լավ գաղտնիք գիտեր պահում էր միայն իր համար։ Մինչ հաջորդ շաբաթ, պարոն Սարգսյան, ասաց Անահիտը, արդեն շրջվելով գնալու։ Սպասեք։ Բառը դուրս թռավ Արմենի բերանից, նախքան նա կհասցներ մտածել։
Երկուսն էլ զարմացած շրջվեցին։ Նա չգիտեր, թե ինչ էր ասելու։ Ոչինչ չէր պլանավորել։ Բայց բառերն այնուամենայնիվ եկան։ Նարինեն կարող է նորից գալ։ Հաջորդ երեքշաբթի։ Եթե ցանկանա։ Աղջիկը կրկին թեքեց գլուխը, իրեն բնորոշ յուրահատուկ ձով։ Ես կգամ։ Բայց չեմ աղոթելու, որ դուք քայլեք։ Անահիտը սարսափած լայն բացեց աչքերը։ Նարինե։ Բայց Արմենը զգաց, թե ինչպես են իր սեփական շուրթերի անկյունները ծռվում։ Դա դեռ ժպիտ չէր, բայց ամենամոտն էր դրան, ինչին նա հասել էր ամիսների ընթացքում։ Չես աղոթելու։ Ոչ, հաստատեց Նարինեն, աշխարհի ողջ լրջությամբ։ Ես կաղոթեմ, որ դուք երջանիկ լինեք։ Որովհետև երջանիկ մարդիկ ապրելու համար քայլելու կարիք չունեն։ Նրանք արդեն իսկապես ապրում են։ Եվ այս արտահայտությամբ, որն ասվեց մանկության կործանարար պարզությամբ, Նարինեն դուրս եկավ դռնով, թողնելով Արմենին մենակ մի առանձնատանը, որը տարիների ընթացքում առաջին անգամ լիովին դատարկ չէր թվում։ Այդ գիշեր, պառկած իր հարմարեցված մահճակալին, շրջապատված բոլոր բժշկական սարքավորումներով, պատուհաններին ճնշող խավարով, Արմենը կրկին փորձեց շարժել ոտքի մատները։ Ոչինչ։ Բայց երբ փակեց աչքերը, սովորական հուսահատության փոխարեն մի ուրիշ բան եկավ։ Եկավ մարմարե հատակին ծնկի իջած փոքրիկ աղջկա պատկերը։ Եկավ քաջության խաղաղության մասին խոսքերի հիշողությունը։ Եվ եկավ նա մի հարց, որին նա չէր կարողանում պատասխանել։ Ինչ էր իրականում տեղի ունեցել այդ օրը։ Եվ ավելի կարևոր, ինչ տեղի կունենա հաջորդ երեքշաբթի։ Հաջորդ շաբաթը տարօրինակ էր։ Արմենը նկատեց, որ սպասում է երեքշաբթի օրվան մի անհանգստությամբ, որը չէր կարողանում անվանել։ Դա հուզմունք չէր, ոչ։ Ավելի շատ նման էր այն զգացողությանը, որը նախորդում է կարևոր բժշկական այցին, երբ չգիտես, լավ լուրեր կստանաս, թե վատ, բայց գիտես, որ ինչ-որ բան կփոխվի։ Երկուշաբթի երեկոյան նա քիչ մնաց զանգեր Անահիտին չեղարկելու համար։ Քիչ մնաց ասեր, որ կարևոր հանդիպում ունի, որ տունը այդ շաբաթ մաքրության կարիք չունի, ցանկացած պատրվակ, որը գոնե մի փոքր հավանական կհնչեր։ Բայց չզանգեց։ Եվ երբ երեքշաբթի արթնացավ, սիրտը սովորականից արագ էր բաբախում։ Նարինեն մոր հետ եկավ ժամը 2-ին։ Հագին նույն կարկատած զգեստն էր, բայց այս անգամ ձեռքին բացած էր նկարչության տետրը։ Նա առանց թույլտվություն խնդրելու մտավ սենյակ, որտեղ Արմենն էր, պարզապես նստեց հատակին, սայլակի կողքին։ Կարող եմ այստեղ նկարել, հարցրեց նա, արդեն բացելով գունավոր մատիտների տուփը, որը կարծես ավելի լավ օրեր էր տեսել։ Արմենը չգիտեր, ինչպես պատասխանել։ Ոչ ոք երբեք նրանից այսքան պարզ բանի համար թույլտվություն չէր խնդրել։ Մարդիկ խնդրում էին հանդիպումներ, թույլտվություններ, ստորագրություններ։ Չէին խնդրում հյուրասենյակի հատակին նկարելու թույլտվություն։ Կարող ես, պատասխանեց նա, զարմանալով սեփական ձայնից։ Անահիտը, մաքրող միջոցները ձեռքին, անցավ դռան մոտով անհանգիստ հայացք նետեց դստերը։ Նարինեն ձեռքով արեց նրան մի փոքրիկ շարժում, որն ասում էր ամեն ինչ կարգին է, ուշադրությունը կրկին սեռեց թղթին։ Հաստատված լռությունը տարբերվում էր առանձնատան սովորական լռությունից։ Այն դատարկ չէր։ Այն լցված էր թղթին քսվող մատիտի խշխշոցով, կենտրոնացած աղջկա մեղմ շնչառությամբ, պատիժամացույցի հեռավոր տկտկոցով։ Արմենը հետում էր, թե ինչպես են փոքրիկ ձեռքերն ընտրում գույներ, գծում գծեր։ Նա տուն էր նկարում։ Բայց ոչ սովորական տուն։ Այն հսկայական էր, լի պատուհաններով, շուրջը մեծ այգիով։ Տան համար չափազանց մեծ է, առանց մտածելու մեկնաբանեց Արմենը։ Նարինեն վեր նայեց, մտածելով. Ինձ համար չէ։ Այն երեխաների համար է, ովքեր տուն չունեն։ Սառը մի բան անցավ Արմենի կրծքով։ Նա գիտեր այդ արտահայտությունը։ Կամ դրան շատ նման մի բան։ Որտեղից։ Ինչու ես ուզում տուն անտուն երեխաների համար, հարցրեց նա, փորձելով ձայնը չեզոք պահել։ Որովհետև բոլորն արժանի են տեղ ունենալու։ Իսկական տեղ, գիտեք։ Ոչ թե ուղղակի տանիք, այլ մի տեղ, որտեղ մենք կարող ենք լինել այն, ինչ կանք։ Նա վերադարձավ նկարին, այգում ծաղիկներ ավելացնելով։ Մայրիկս ասել է, որ երբ ինչ-որ բան իսկապես ուզում ես, պետք է ամեն օր դրա մասին մտածես։ Նկարելն օգնում է մտածել։ Արմենը փակեց աչքերը։ Հիշողությունը եկավ ցավալի պարզությամբ։
Նա 17 տարեկան էր։ Հենց նոր էր դուրս եկել մանկատնից, որտեղ մեծացել էր, համալսարանի կրթաթոշակով մի ուսապարկով, որտեղ իր ողջ ունեցվածքն էր։ Գնալուց առաջ նամակ էր գրել տնօրենին։ Դրանում խոստացել էր, որ մի օր կվերադառնա, որ ավելի լավ տեղ կկառուցի, որ ոչ մի երեխա ստիպված չի լինի զգալ այն, ինչ ինքն էր զգացել, ոչ մի տեղի չպատկանելու մենությունը։ 35 տարի էր անցել։ Նա կարողություն էր դիզել, բայց երբեք չէր վերադարձել մանկատուն։ Երբեք չէր կատարել այդ խոստումը։ Լավ եք, հարցրեց Նարինեն, նրան հետելով իր չափազանց ուշադիր աչքերով։ Այո, ստեց Արմենը։ Բայց ձայնը խռպոտ հնչեց։ Աղջիկը դրեց մատիտը ոտքի կանգնեց։ Առանց խնդրելու, առանց զգուշացնելու, նա պարզապես բռնեց նրա ձեռքը։ Փոքրիկ, տաք ձեռքը փաթաթվեց Արմենի սառը մատներին, նա կանգնեց այնտեղ, սայլակի կողքին, լուռ։ Նրանք այդպես մնացին րոպեներ, որոնք կարծես կախված էին ժամանակի մեջ։ Արմենը չէր կարողանում հիշել, թե վերջին անգամ երբ էր ինչ-որ մեկը բռնել իր ձեռքը։ Ոչ բժշկական անհրաժեշտությունից, ոչ պարտականությունից, այլ պարզապես այնտեղ լինելու համար։ Զգացողությունը միաժամանակ հանգստացնող էր, սարսափեցնող։ Գիտեք, տատիկս ինչ էր ասում, վերջապես խոսեց Նարինեն, նրա ցածր ձայնը խախտեց լռությունը։ Որ Աստված ամեն ինչ միանգամից չի ուղում, որովհետև մենք պետք է սովորենք նրանից, ինչը կոտրված է։ Արմենը բացեց բերանը պատասխանելու, բայց բառերը չեկան։ Փոխարենը, եկավ մի բան, որը նա չէր սպասում։ Եկավ ճշմարտությունը պատմելու ցանկությունը։ Ասելու, որ ինքը չի հավատում Աստծուն, որ կարծում է, թե աղոթքը պարզապես մարդկանց սեփական անզորությունից մխիթարվելու միջոց է։ Բայց նայելով այդ աղջկան, նրա աչքերի անկեղծությանը, նա չկարողացավ։ Տատիկը դիմաստուն է եղել, միայն դա կարողացավ ասել։ Նարինեն ժպտաց վերադարձավ իր նկարին։ Արմենը մնաց նրան հետելով, վթարից հետո առաջին անգամ թույլ տվեց իրեն մտածել ինչ-որ բանի մասին, բացի սեփական ցավից։ Նա մտածեց այն երակայական երեխաների մասին, որոնք կապրեին նկարի հսկա տանը։ Մտածեց 17-ամյա տղայի մասին, ով խոստացել էր փոխել աշխարհը։ Մտածեց, թե ինչպես է ժամանակը այդ հուսով լի տղային վերածել սայլակին գամված դառնացած մարդու։ Երբ Անահիտն ավարտեց աշխատանքը, եկավ Նարինեին տանելու, աղջիկը խնամքով հավաքեց իր իրերը։ Սակայն գնալուց առաջ նա շրջվեց դեպի Արմենը։ Կարող եմ մի հարց տալ։ Կարող ես։ Դուք երբեք երազանք ունեցել եք։ Այնպիսի մի բան, որ շատ էիք ուզում անել, երբ մեծանայիք։ Հարցն այնքան ուղիղ էր, այնքան անմեղ իր բարդության մեջ, որ Արմենը ստիպված էր կուլ տալ, նախքան պատասխանելը։ Ունեցել եմ։ Շատ վաղուց։ Իսկ ինչ եղավ դրա հետ։ Արմենը նայեց պատուհանից դուրս, այգեպանների կողմից կատարելապես խնամված այգուն, որոնց նա երբեք չէր ճանաչել։ Ես մեծացա և մոռացա։ Նարինեն գլխով արեց, կարծես դա աշխարհի ամենաիմաստալից բանը լիներ։ Ուրեմն պետք է հիշեք, որովհետև երազանքները չեն մահանում։ Նրանք ուղղակի սպասում են, որ մենք վերադառնանք իրենց մոտ։ Նրանց գնալուց հետո Արմենը մնաց մենակ, այդ խոսքերն արձագանքում էին մտքում։ Երազանքները չեն մահանում։ Նրանք ուղղակի սպասում են։ Արդյոք դա ճիշտ էր։ Արդյոք դեռ ժամանակ կար, որ այն 17-ամյա տղան կատարեր իր խոստումը։ Այդ գիշեր, տարիների ընթացքում առաջին անգամ, Արմենը միացրեց համակարգիչը, որոնեց մանկատներ, խնամքի տներ, սոցիալական նախագծեր։ Կարդաց վիճակագրություն խոցելի իրավիճակում գտնվող երեխաների մասին։ Տեսավ թվեր, որոնք սրտխառնոց առաջացրին։ Տասնյակ հազարներ միայն իր մարզում։ Միլիոններ ամբողջ երկրում։ Նա փող ուներ։ Ավելին, քան կկարողանար ծախսել մի քանի կյանքի ընթացքում։ Բայց երբեք չէր մտածել այն դրա համար օգտագործելու մասին։ Օգտագործել էր իր հարմարավետության ամրոցը կառուցելու, իր անկախությունն ապահովելու, իր սահմանափակ կյանքի յուրաքանչյուր ասպեկտը վերահսկելու համար։ Եվ հանկարծ այդ ամենը փոքր թվաց։ Աննշան։ Հաջորդ օրերը տարբեր էին։ Արմենը սկսեց զանգեր անել։ Կապ հաստատեց հիմնադրամների գծով մասնագիտացած փաստաբանների, սոցիալական նախագծերում փորձ ունեցող ճարտարապետների, սոցիալական աշխատողների հետ, ովքեր կարող էին իրեն ուղղորդել։ Մարդիկ զարմանում էին։
Արմեն Սարգսյանը, միլիոնատեր ճգնավորը, որը տարիներով հարցազրույց չէր տվել, հետաքրքրված էր բարեգործությամբ։ Լուրը տարածվեց։ Ինչպես միշտ էր լինում։ Հինգշաբթի օրը մի փոքրիկ հոդված հայտնվեց գործարար բամբասանքների բլոգում։ Սայլակին գամված մագնատը սոցիալական նախագիծ է պլանավորում։ Արդյոք իմիջի բարելավման փորձ է։ Արմենը կարդաց անտեսեց։ Սովոր էր ենթադրություններին։ Բայց ուրբաթ օրը ամեն ինչ փոխվեց։ Մի լրատվական կայք ավելի լուրջ բան հրապարակեց։ Արմեն Սարգսյանը, ենթադրաբար կրոնավոր երեխայի ազդեցության տակ, պլանավորում է նվիրաբերել իր կարողությունը։ Հեռախոսը սկսեց զնգալ։ Արմենը չէր պատասխանում։ Բայց հաղորդագրությունները կուտակվում էին։ Եվ հետո շաբաթ առավոտյան հայտնվեց նրա եղբայրը։ Դավիթ Սարգսյանը 48 տարեկան էր, ցանկացած միջավայր իր ներկայությամբ ավելի փոքր դարձնելու ունակություն ուներ։ Նա զանգը չտվեց։ Օգտագործեց բանալին, որի մասին Արմենը նույնիսկ չգիտեր, թե նա ունի, պարզապես ներս մտավ։ Մենք պետք է խոսենք, ասաց Դավիթը, կանգնելով Արմենի սայլակի դիմաց։ Հիմա։ Արմենը նայեց նրան։ Նրանք գրեթե 1 տարի չէին խոսել, գտակի շուրջ վերջին վեճից հետո։ Դավիթը միշտ հասկացրել էր, որ եղբոր կարողությունը վատնում է համարում ճգնավոր հաշմանդամի ձեռքում, ինչպես նրան անվանել էր զայրույթի պահին։ Մենք խոսելու բան չունենք, պատասխանեց Արմենը, փորձելով սայլակով անցնել։ Դավիթը փակեց ճանապարհը։ Դու խելքդ թռցրել ես։ Երեխա։ Լո՛րջ։ Քեզ մանիպուլյացիայի են ենթարկում, ու դու նույնիսկ չես նկատում։ Դուրս արի իմ տնից։ Այս տունը ընտանիքի սեփականությունն է։ Եվ ես թույլ չեմ տա, որ դու ամեն ինչ քամուն տաս մի խորամանկ մաքրուհու ու նրա դստեր պատճառով։ Արմենը զգաց, թե ինչպես է զայրույթը լավայի պես բարձրանում։ Ես ասացի, դուրս արի։ Ոչ, մինչ չստորագրես այս թղթերը։ Դավիթը թղթապանակը շպրտեց սեղանին։ Սա ժամանակավոր խնամակալության հայց է։ Քո իսկ բարօրության համար։ Մինչ դու ռացիոնալ որոշումներ կայացնելու վիճակում չլինես։ Հաջորդած լռությունը կապարի պես ծանր էր։ Արմենը նայեց թղթապանակին, հետո եղբորը։ Եվ հետո արեց մի բան, որը տարիներով չէր արել։ Ծիծաղեց։ Դառը, առանց հումորի, բայց այնուամենայնիվ ծիծաղ։ Կարծում ես, ես կստորագրեմ իմ սեփական խնամակալության հայցը։ Կարծում եմ, դու ընտրություն չունես։ Արդեն խոսել եմ փաստաբանների հետ։ Ունեմ անկանոն վարքի ապացույցներ։ Դու կարևոր որոշումներ ես կայացնում երրորդ անձանց ազդեցության տակ։ Ցանկացած դատավոր կհամաձայնի։ Արմենը մոտեցրեց սայլակը, ուղիղ նայելով եղբոր աչքերին։ Ուրեմն առաջ գնա։ Հայց ներկայացրու։ Եվ պատրաստվիր մի պատերազմի, որտեղ դու չես հաղթելու։ Դավիթը ժպտաց, բայց դա սառը ժպիտ էր։ Արդեն ներկայացրել եմ, ախպերս։ Գործընթացը սկսվում է 2 շաբթի։ Եղբոր գնալուց հետո Արմենը մնաց նայելով թղթապանակին, առանց բացելու։ Գիտեր, թե ինչ կար դրա մեջ։ Գիտեր, որ Դավիթը բլեֆ չէր անում։ Եվ առաջին անգամ վախ զգաց։ Ոչ թե փողը կորցնելու վախ, այլ մի կարևոր բան անելու հնարավորությունը կորցնելու վախ։ Բջջայինը թրթռաց։ Անծանոթ համարից հաղորդագրություն էր։ Միայն մի լուսանկար։ Լուսանկարում Նարինեն դպրոցից դուրս էր գալիս, շրջապատված տեսախցիկներով 2 տղամարդկանցով։ Նա լաց էր լինում։ Լուսանկարի տակ հաղորդագրություն։ Զգույշ եղիր, թե ում ես ընտրում վստահելու համար։ Այս պատմությունը կարող է վատ ավարտվել բոլորի համար։ Արմենը զգաց, թե ինչպես մի բան կոտրվեց կրծքում։ Սա իր մասին չէր։ Երբեք միայն իր մասին չէր եղել։ Եվ հիմա մի անմեղ աղջիկ ներքաշվել էր մի պատերազմի մեջ, որը նա նույնիսկ չէր հասկանում։ Նա վերցրեց հեռախոսը, հավաքեց համարը։ Երբ Անահիտը պատասխանեց, ձայնը դողում էր։ Պարոն Սարգսյան, ես տեսա լուրերը։ Ես շատ եմ ցավում։ Նարինեն շատ է տխրել։ Կարծում եմ, ավելի լավ է մենք այլս չգանք։ Անահիտ, սպասեք։ Բայց նա արդեն անջատել էր։ Արմենը մնաց մենակ առանձնատան լռության մեջ։ Բայց այս անգամ լռությունը ոչ միայն դատարկ էր։ Այն խեղդող էր։
Այն մեղքի զգացում էր։ Այն զգացողությունն էր, որ փորձելով մի լավ բան անել, նա ոչնչացրել էր միակ մաքուր բանը, որը մտել էր իր կյանք տարիների ընթացքում։ Եվ ուղղելու ճանապարհ չկար։ Կատարվածը հետ բերելու ճանապարհ չկար։ Վթարից հետո առաջին անգամ Արմենը ցանկացավ, որ կարողանար պարզապես անհետանալ։ Բայց երազանքները չեն մահանում, մի ձայն արձագանքեց մտքում։ Նրանք ուղղակի սպասում են։ Հարցն այն էր, արդյոք դեռ ժամանակ կար վերադառնալու նրանց մոտ, թե նա կորցրել էր իր վերջին հնարավորությունը։ Կիրակի առավոտը մռայլ էր։ Արմենը չէր քնել։ Ամբողջ գիշերն անցկացրել էր հյուրասենյակում, նայելով դատարկությանը, փորձելով գտնել մի լուծում, որը կարծես գոյություն չուներ։ Առավոտյան ժամը 7-ին նա որոշում կայացրեց։ Վերցրեց հեռախոսը, զանգեց իր անձնական փաստաբանին, Մարկոս Գրիգորյանին, մի մանրակրկիտ մարդու, ով իր հետ աշխատում էր 15 տարի։ Պետք է, որ պաշտպանություն պատրաստես, ասաց Արմենը, հենց որ Մարկոսը պատասխանեց։ Եղբայրս խնամակալության հայց է ներկայացրել։ Ուզում եմ բոլոր բժշկական փաստաթղթերը, հոգեբուժական եզրակացությունները, ամեն ինչ, որն ապացուցում է իմ լիարժեք մտավոր կարողությունը։ Գծի մյուս կողմում դադար եղավ։ Արմեն, սա տգեղ է լինելու։ Շատ տգեղ։ Մամուլը։ Ես գիտեմ, թե մամուլն ինչ է անելու։ Ինձ չի հետաքրքրում։ Պարզապես պատրաստիր պաշտպանությունը։ Բայց Արմենը գիտեր, որ փաստաթղթերը բավարար չեն լինի։ Դավիթն ուներ մի բան, որ ինքը չուներ՝ պատմություն։ Դեպրեսիվ, ճգնավոր մարդու պատմություն, որին մանիպուլյացիայի է ենթարկում կարիքավոր ընտանիքը։ Դա պարզ էր, համոզիչ, ամենավատը, ուներ ճշմարտության տարրեր։ Նրան պետք էր իր սեփական պատմությունը։ Եվ դրա համար պետք էր հասկանալ, թե իրականում ինչ էր կատարվում իր հետ։ Երկուշաբթի առավոտյան Արմենն արեց մի բան, որը 2 տարի չէր արել։ Դուրս եկավ տնից։ Խնդրեց իր վարորդին, Գորգին, պատրաստել իրեն ուղղորության համար։ Գորգը, 60-ամյա մի մարդ, ով Արմենին ճանաչում էր վթարից առաջ, հարցեր չտվեց։ Պարզապես գլխով արեց, պատրաստեց հարմարեցված մեքենան։ Նպատակակետը մի հասցե էր, որը Արմենը գտել էր Անահիտի փաստաթղթերում։ Հասարակ թաղամաս, իրար կպած համեստ տներ, նեղ փողոցներ, որտեղ երեխաները խաղում էին մայթերին։ Երբ մեքենան կանգնեց Անահիտի տան դիմաց, որոշ մարդիկ կանգ առան նայելու։ Ամեն օր չէ, որ հարմարեցված Մերսեդեսը էր հայտնվում այնտեղ։ Արմենը խորը շունչ քաշեց։ Սեղմեց կոճակը, որն իջեցնում էր մեքենայի թեքահարթակը, իջավ, սայլակը ձեռքերով կառավարելով։ Տան դուռը կիսաբաց էր։ Նա կարող էր լսել ձայներ ներսից։ Թակեց։ Ձայնը կարծես սովորականից ավելի բարձր արձագանքեց։ Անահիտը հայտնվեց դռան մոտ։ Երբ տեսավ, թե ով է, դեմքը գունատվեց։ Պարոն Սարգսյան, դուք չպետք է այստեղ լինեիք։ Մարդիկ կտեսնեն, կլուսանկարեն, սա ամեն ինչ կվատթարացնի։ Գիտեմ։ Բայց պետք է խոսեմ ձեզ հետ։ Ձեզ Նարինեի հետ։ Անահիտը վարանելով հետ նայեց։ Վերջապես, մի կողմ քաշվեց։ Ներս եկեք։ Արագ։ Տունը փոքր էր, բայց սիրով կահավորված։ Հին, բայց մաքուր կահույք, հասարակ վարագույրներ, թարմ եփած սուրճի բույր։ Նարինեն նստած էր խոհանոցի սեղանի մոտ, խառնելով ափսեի մեջի ուտելիքը, որն ակնհայտորեն ուտելու ցանկություն չուներ։ Երբ տեսավ Արմենին, աչքերը լայն բացվեցին։ Դուք եկաք, ասաց նա, ձայնում անկեղծ զարմանք կար։ Արմենը սայլակը մոտեցրեց սեղանին։ Եկա։ Եվ պետք է ներողություն խնդրեմ։ Ներողություն, շփոթված հարցրեց Անահիտը։ Ձեզ այս ամենի մեջ ներքաշելու համար։ Ես պետք է կանխատեսեի, որ ընտանիքս այսպես կարձագանքեր։ Որ մարդիկ այսպես կարձագանքեին։ Պետք է ձեզ ավելի լավ պաշտպանեի։ Նարինեն իջեցրեց պատառաքաղը։ Մայրիկս ասաց, որ երբեմն լավ մարդիկ տառապում են վատ մարդկանց պատճառով։ Եվ որ դա լավ մարդկանց մեղքը չէ։ Արմենը կրծքում սեղմոց զգաց։ Մայրդ շատ իմաստուն է։ Բայց մի նույն է, ես ցավում եմ։ Եվ եկել եմ ասելու, որ դուք պետք չէ անհանգստանաք։ Ես կլուծեմ սա։ Կստիպեմ, որ ամեն ինչ դադարի։
Ինչպես հարցրեց Անահիտը, նրա ձայնում մի հոգնածություն կար, որը ֆիզիկականից անդին էր։ Հրաժարվելով նախագծից։ Հրապարակայնորեն ասելով, որ դա թյուրիմացություն էր, որ ես կարևոր որոշումներ կայացնելու վիճակում չեմ։ Դավիթը կստանա այն, ինչ ուզում է, դուք հանգիստ կմնաք։ Հաջորդած լռությունը խախտվեց անսպասելի ձայնով։ Նարինեն ձեռքով հարվածեց սեղանին, ստիպելով ափսեներին ցնցվել։ Ոչ, ասաց նա, ձայնում մի վճռականություն կար, որը չէր համապատասխանում իր 7 տարիքին։ Դուք չեք կարող հրաժարվել։ Նարինե, սիրելիս, սկսեց Անահիտը։ Ոչ, մամ։ Նա չի կարող։ Աղջիկը նայեց Արմենին աչքերով, որոնք փայլում էին չթափված արցունքներից։ Դուք խոստացել եք։ Այն տղային, որը դուք էիք։ Դուք խոստացել եք, որ կվերադառնաք։ Որ կօգնեք։ Արմենը զգաց, կարծես հարված ստացավ։ Դու որտեղից գիտես դա։ Դուք ինձ պատմեցիք։ Ոչ թե բառերով, բայց ես տեսա։ Ձեր աչքերում։ Երբ ես խոսեցի մեծ տան մասին։ Դուք ոչ միայն լսում էիք։ Դուք հիշում էիք։ Անահիտը նայում էր դստերն ու Արմենին, փորձելով հասկանալ։ Արմենն ի վիճակի չէր հայացքը կտրել այն մանկական աչքերից, որոնք չափազանց շատ բան էին տեսնում։ Այդքան էլ պարզ չէ, Նարինե։ Շատ բան է խաղասեղանին դրված։ Քո անվտանգությունը, մորթ հեղինակությունը, ամեն ինչ։ Ես չեմ վախենում, ընդհատեց Նարինեն։ Այն տեսախցիկներով տղամարդիկ սկզբում վախեցրին։ Բայց գիտեք, իմ ուսուցչուհին ինչ ասաց։ Որ սխալ բան անող մարդիկ միշտ փորձում են վախեցնել նրանց, ովքեր ճիշտ բան են անում։ Որովհետև դա միակ զենքն է, որ նրանք ունեն։ Արմենը նայեց Անահիտին, աջակցություն փնտրելով։ Բայց կինը նայում էր դստերը մի արտահայտությամբ, որը նա չէր կարողանում վերծանել։ Հպարտություն։ Վա։ Գուցե երկուսն էլ։ Անահիտ, խնդրում եմ, խոսեք նրա հետ։ Սա կարող է վտանգավոր դառնալ։ Անահիտը խորը շունչ քաշեց։ Երբ խոսեց, ձայնը հաստատ ուներ։ Պարոն Սարգսյան, կարող եմ մի հարց տալ։ Իհարկե։ Այս նախագիծը երեխաներին օգնելու այս գաղափարը իրական է, թե պարզապես մի բան էր, որ մտածեցիք ձեզ ավելի լավ զգալու համար։ Հարցը նետի պես դիպուկ էր։ Արմենը ստիպված էր մտածել, նախքան պատասխանելը։ Իրական էր։ Իրական է։ Երբ գաղափարը ծագեց, տարիների ընթացքում առաջին անգամ զգացի, որ նպատակ ունեմ պարզապես գոյություն ունենալուց անդին։ Բայց… Ուրեմն մի հրաժարվեք։ Անահիտը նստեց, ձեռքերը խաչած սեղանին։ Դուստրս ճիշտ է։ Վատ մարդիկ կփորձեն վախեցնել։ Կստեն։ Ամեն ինչ կանեն, խանգարելու համար։ Բայց եթե դուք հիմա հրաժարվեք, նրանք կհաղթեն։ Եվ ավելի կարևոր, այն երեխաները, որոնց դուք ուզում էիք օգնել։ Նրանք կպարտվեն։ Արմենը զգաց, թե ինչպես մի բան շրջվեց ստամոքսում։ Բայց ինչ կլինի ձեզ հետ։ Իսկ Նարինեի անվտանգությունը։ Նարինեն ոտքի կանգնեց, մոտեցավ Արմենին։ Նա կրկին բռնեց նրա ձեռքը, այն շարժումը, որն արդեն ծանոթ էր դառնում։ Տատիկս մի ուրիշ բան էր ասում։ Որ մենք իսկապես ապահով ենք միայն այն ժամանակ, երբ անում ենք այն, ինչ ճիշտ է։ Որովհետև նույնիսկ եթե վատ բաներ պատահեն, մենք գիտենք, որ պատմության ճիշտ կողմում ենք։ Արմենը նայեց այդ փոքրիկ աղջկան, զգաց մի բան, որը վաղուց չէր զգացել։ Դա ոչ միայն հիացմունք էր։ Դա հարգանք էր։ Խորը, անկեղծ։ Դու ոչնչից չես վախենում, այնպես չէ։ Նարինեն մի պահ մտածեց։ Շատ բաներից եմ վախենում։ Ամպրոպից։ Երբեմն մթությունից։ Մայրիկիս կորցնելուց։ Ձայնը ցածրացավ։ Բայց ես չեմ վախենում վատ մարդկանցից։ Որովհետև վատ մարդիկ արդեն կորցրել են ամենակարևոր մասը։ Կորցրել են բարությունը։ Եվ ես նախընտրում եմ վախենալ ու բարություն ունենալ, քան չվախենալ ու բարություն չունենալ։ Այդ պահին, նստած այդ համեստ տան պարզ խոհանոցում, Արմեն Սարգսյանը որոշում կայացրեց։ Հեշտ չէր լինելու։ Պատերազմ էր լինելու։ Բայց դա կլիներ իր պատերազմը։ Եվ տարիների ընթացքում առաջին անգամ դա կլիներ իրենից ավելի մեծ մի բանի համար։
Լավ, ասաց նա։ Ես չեմ հրաժարվի։ Բայց մի պայմանով։ Որ, հարցրեց Անահիտը։ Դուք կհամաձայնեք անվտանգության ապահովմանը։ Ես վստահելի մարդկանց կվարձեմ երաշխավորելու, որ Նարինեն պաշտպանված լինի։ Դպրոցում, ճանապարհին։ Ես նրա կյանքը վտանգի չեմ ենթարկի իմ կռվի պատճառով։ Անահիտը վարանեց, բայց Նարինեն սեղմեց Արմենի ձեռքը։ Կարելի է։ Բայց ես մինույն է աղոթելու եմ։ Ամեն օր։ Արմենը ժպտաց, փոքր, բայց իրական ժպիտով։ Ես չեմ խանգարի։ Երբ կես ժամ անց դուրս եկավ տնից, Արմենը մի ուրիշ բան էր զգում։ Ծանրությունը դեռ կար, սայլակը դեռ սահմանափակում էր նրա շարժումները, խնամակալության գործընթացը դեռ սպասում էր իրեն։ Բայց մի նոր բան էլ կար։ Կար նպատակ։ Կար պայքար։ Եվ կային երկու մարդ, ովքեր հավատում էին իրեն, երբ ինքը հազիվ էր հավատում ինքն իրեն։ Մեքենայում, տուն վերադառնալիս, հեռախոսը զանգեց։ Մարկոսն էր։ Արմեն, պետք է շտապ խոսենք։ Խնամակալության գործընթացը տեղափոխվել է նախնական լսումների։ Հաջորդ շաբաթ։ Այդքան արագ։ Դավիթը կապեր ունի։ Եվ ռազմավարություն։ Նա կպնդի, որ դու ընտանեկան ունեցվածքը վատնելու անմիջական վտանգի տակ ես, անպատշաճ ազդեցության տակ։ Կխնդրի նախազգուշական միջոց կիրառել, սառեցնելու քո ակտիվները մինչ վերջնական որոշումը։ Արմենը փակեց աչքերը։ Ուրեմն այսպես էր լինելու։ Տոտալ պատերազմ։ Մարկոս, ուզում եմ, որ մի բան անես ինձ համար։ Ուզում եմ բժշկական հանձնաժողով։ Հոգեբույժներ, նյարդաբաններ, լավագույնները, որոնց կարող ես գտնել։ Ուզում եմ լիարժեք եզրակացություններ, որոնք ապացուցում են իմ մտավոր կարողությունը։ Եվ ուզում եմ դա մինչ լսումները։ Թանկ կարժենա։ Ինձ արժեքը չի հետաքրքրում։ Պարզապես արա։ Երբ անջատեց, նայեց պատուհանից դուրս։ Քաղաքն անցնում էր մշուշի մեջ։ Մարդիկ փողոցներում ապրում էին իրենց կյանքով, անտեղյակ այն լուռ մարտերից, որոնք տեղի էին ունենում փակ դռների հետում սառը դատարաններում։ Արմենը մտածեց Նարինեի մասին, նրա չափազանց հասուն աչքերի, նրա քաջության մասին, որն անհնարին պետք է լիներ այդքան երիտասարդ մեկի համար։ Մտածեց Անահիտի մասին, ով քրտնաջան աշխատում էր դստեր համար ապագա ստեղծելու, նույնիսկ երբ այդ ապագան անորոշ էր թվում։ Եվ մտածեց իր մասին։ Այն մարդու, որ ինքը եղել էր։ Այն մարդու, որ դարձել էր։ Եվ այն մարդու, որ գուցե, միայն գուցե, դեռ կարող էր դառնալ։ Պատերազմը նոր էր սկսվում։ Բայց տարիների ընթացքում առաջին անգամ Արմեն Սարգսյանը ոչ միայն գոյատում էր։ Նա պայքարում էր։ Եվ դա ամեն ինչ փոխում էր։ Երբ տուն հասավ, հաղորդագրությունների նոր հեղեղ գտավ։ Լրագրողներ, որոնք հարցազրույց էին ուզում։ Բլոգերներ, որոնք մեկնաբանություններ էին խնդրում։ Եվ մի նամակ իր կնոջից, Լիլիթից, որին նա ավելի քան 1 տարի չէր տեսել։ Թեման պարզ էր։ Մենք պետք է խոսենք։ Արմենը բացեց նամակը, առաջին տողերը ստիպեցին արյունը սառչել երակներում։ Արմեն, տեսա լուրերը։ Դավիթը ճիշտ է։ Դու լավ չես։ Եվ ես այլս չեմ կարող լուռ մնալ։ Աշխարհը, ինչպես երում էր, շրջվում էր նրա դեմ։ Բայց երբ նայում էր իր առանձնատան պատուհանից դուրս, այն այգուն, որը երբեք չէր գնահատել, Արմենը հիշեց Նարինեի խոսքերը։ Վատ մարդիկ արդեն կորցրել են ամենակարևոր մասը։ Իսկ ինքը դեռ ուներ իրենը։ Լսումներին նախորդող շաբաթը հորցանուտ էր։ Արմենը ենթարկվեց 3 լիարժեք հոգեբուժական, 2 նյարդաբանական գնահատման անթիվ ժամեր տող հարցազրույցների իր իրավաբանական թիմի հետ։ Յուրաքանչյուր բժիշկ հանգում էր նույն եզրակացության։ Նա լիովին գործունակ էր, մտավոր առողջ չէր ցուցաբերում մանիպուլյացիայի կամ անկայունության նշաններ։ Բայց բժշկական եզրակացությունները պայքարի միայն կեսն էին։ Մյուս կեսը տեղի էր ունենում փողոցներում, համացանցում, թերթերում։ Հաշմանդամ միլիոնատեր, թե ժամանակակից սուրբ։ Իրական պատմությունը Արմեն Սարգսյանի փոխակերպման հետում, ասվում էր մի վերնագրում։ Մաքրուհին դուստրը շորթում են խոցելի գործարարին, ասում են աղբյուրները, ասվում էր մյուսում։ Ամեն օր պատմությունը մի փոքր ավելի էր խեղաթյուրվում։ Արմենը փորձում էր չկարդալ, բայց անհնար էր։ Ծանուցումներն անդադար գալիս էին։
Մարդիկ, որոնց նա նույնիսկ չէր ճանաչում, խիստ կարծիքներ ունեին իր մտավոր առողջության, մտադրությունների, կյանքի մասին։ Ամենավատն այն էր, երբ մի տեսահալիկ հրապարակեց վարքագծային վերլուծություն, որտեղ ենթադրյալ փորձագետը մատնանշում էր հուզական մանիպուլյացիայի հստակ նշաններ պապարացիների կողմից նկարահանված տեսանյութում, որտեղ Արմենն այցելում էր Անահիտի տուն։ Տեսանյութը 2 օրում 3 միլիոն դիտում ունեցավ։ Բայց Արմենը կենտրոնացած մնաց։ Ամեն առավոտ արթնանում էր 6-ին, 2 ժամ ֆիզիոթերապիա էր անում հատուկ դրա համար եկած թերապևտի հետ, իսկ հետո խորասուզվում էր հիմնադրամի կառուցվածքի մշակման աշխատանքի մեջ։ Խոսեց ավելի քան 20 սոցիալական կազմակերպությունների հետ, ուսումնասիրեց խնամքի մոդելներ, վիրտուալ այցելեց տասնյակ նախագծերի ամբողջ երկրում։ Եվ ամեն օր կեսօրին Նարինեն հայտնվում էր։ Հակառակ Անահիտի բոլոր խորհուրդներին, հակառակ Արմենի վարձած անվտանգության աշխատակիցների խորհրդին, աղջիկը պնդում էր գալ։ Նա այլս չէր աղոթում։ Պարզապես նստում էր այնտեղ, նկարում, խոսում դպրոցի մասին, պատմում հիմար պատմություններ, որոնք ստիպում էին իրեն ծիծաղել։ Արմենը հասկացավ, որ այդ պահերը միակն էին, երբ կարողանում էր ճիշտ շնչել։ Լսումներից առաջ, 5-շաբթի օրը, հայտնվեց Լիլիթը։ Արմենը նրան անձամբ չէր տեսել վթարից հետո։ Նա հիվանդանոցից դուրս էր եկել Արմենի արթնանալուց 3 օր անց, ասելով, որ ժամանակի կարիք ունի ամեն ինչ ընկալելու համար։ Այդ ժամանակը արդեն 3 տարուց ավելի էր տում։ Նա դեռ գեղեցիկ էր։ 45 տարեկան, կատարյալ հարդարված շիկահեր մազեր, բրենթային հագուստ։ Բայց նրա աչքերում մի կարծրություն կար, որը Արմենը չէր հիշում նախկինում տեսած լինել։ Ավելի լավ տեսք ունես, ասաց նա, առանց հրավերի նստելով հյուրասենյակի բազմոցին։ Լիլիթ, քեզ չէի սպասում։ Դավիթն ինձ զանգեց։ Անհանգստացած է քեզ համար։ Արմենը չոր ծիծաղեց։ Դավիթն անհանգստացած է ժառանգության համար։ Դա տարբեր բան է։ Լիլիթը ոտքը ոտքին գցեց, ուսումնասիրելով նրան։ Գուցե։ Բայց դա չի նշանակում, որ նա սխալ է։ Դու նույնպես կարծում ես, որ ես խելագարվել եմ։ Կարծում եմ, որ դու կասկածելի ընտրություններ ես անում։ Մի մաքրուհի նրա դուստրը, Արմեն։ Լո՛րջ։ Դու չես տեսնում, թե սա ինչպես է երում։ Արմենը զգաց, թե ինչպես է զայրույթը եռում։ Ինչպես է երում։ Թե։ Ինչպես է Դավիթը ներկայացնում։ Կարևոր չէ։ Կարևորն այն է, որ դու որոշումներ ես կայացնում, որոնք կազդեն ոչ միայն քեզ վրա, այլ շատ մարդկանց։ Եվ ես չեմ կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա։ Դու իմ որոշումների հետ կապ չունես։ Արդեն 3 տարի է։ Լիլիթն առաջ թեքվեց, առաջին անգամ Արմենը սառնությունից բացի մի ուրիշ բան տեսավ։ Տեսավ վիրավորանք։ Դու ինձ լքեցիր, Արմեն։ Երբ ես ամենաշատը քո կարիքն ունեի, երբ փորձեցի մնալ, դու ինձ հրեցիր։ Իսկ հիմա մի անծանոթուհի ստանում է այն, ինչ ես երբեք չստացա։ Ստիպում է քեզ նորից զգալ։ Հաջորդած լռությունը խիտ էր։ Արմենը դրան պատասխան չուներ։ Որովհետև դա ճիշտ էր։ Նա փակվել էր Լիլիթի առաջ։ Ցավը վերածել էր այնքան բարձր պատերի, որ նույնիսկ նրան սիրողները չէին կարողանում բարձրանալ։ Ներիր, ասաց նա, դա անկեղծ էր։ Այն բանի համար, ինչ արեցի քեզ հետ։ Այն բանի համար, թե ինչպես քեզ հեռացրի։ Բայց դա չի փոխում այն փաստը, որ դու գնացիր։ Իսկ հիմա ուզում ես վերադառնալ միայն իմ փոխարեն որոշումներ կայացնելու համար։ Ուզում եմ վերադառնալ քեզ պաշտպանելու։ Ինքդ քեզնից, եթե անհրաժեշտ լինի։ Ստորագրելով Դավիթի խնամակալության հայցը։ Լիլիթը հայացքը թեքեց, Արմենը ստացավ իր պատասխանը։ Դու արդեն ստորագրել ես, այնպես չէ։ Ես կարծեցի, որ դա լավագույնն է։ Քեզ համար։ Մեզ համար։ Մենք գոյություն չունի, Լիլիթ։ Արդեն 3 տարի է։ Նա ոտքի կանգնեց, հիմա նրա աչքերում արցունքներ կային։ Դու սխալ ես գործում։ Եվ երբ հասկանաս, արդեն շատ ուշ կլինի։ Նրա գնալուց հետո Արմենը մնաց մենակ սենյակում, զգալով այդ բացահայտման ծանրությունը։ Իր սեփական կինը, իր դեմ։ Եղբայրը։ Հավանաբար, իր ծանոթների կեսը։ Հեռախոսը զանգեց։ Մարկոսն էր։ Նորություններ ունեմ։ Վատ, շատ վատ։
Ո՞րն ես ուզում առաջինը։ Արմենը փակեց աչքերը։ Վատը։ Դավիթը նախնական արգելանք է ստացել։ Քո ակտիվները մասամբ սառեցված են մինչ լսումները։ Դու դեռ կարող ես օգտագործել հիմնական պահպանման ծախսերի համար, բայց ցանկացած նվիրատվություն կամ ներդրում սոցիալական նախագծում արգելափակված է։ Իսկ շատ վատը։ Մարկոսը վարանեց։ Ինչ-որ մեկը տեղեկություններ է հրապարակել Անահիտի մասին։ Նրա անցյալի մասին։ Արմենը զգաց, թե ինչպես ստամոքսը շրջվեց։ Ինչ տեսակի տեղեկություն։ 10 տարի առաջ նա խաղամոլության հետ խնդիրներ է ունեցել։ Պարտքեր է կուտակել։ Քիչ է մնացել կորցնի Նարինեի խնամակալությունը։ Կարողացել է վերականգնվել, ամեն ինչ մարել, կյանքը նորից սկսել։ Բայց Դավիթն օգտագործում է դա, պնդելու, որ նա ունի գիշատչական վարքի պատմություն, որ կարող է քեզ ֆինանսապես մանիպուլյացիայի ենթարկել։ Արմենը չէր կարողանում հավատալ։ Դա անհեթեթություն է։ Նա նույնիսկ ոչինչ չի խնդրել, երբեք ոչինչ չի ընդունել իր աշխատավարձից բացի։ Գիտեմ։ Բայց պատմությունը համոզիչ է։ Ֆինանսական խնդիրների պատմություն ունեցող կինը մոտենում է հարուստ խոցելի տղամարդու։ Թերթերը կհիանան դրանով։ Դադարեցրու դա, Մարկոս։ Ինչ-որ կերպ։ Փորձում եմ։ Բայց Արմեն, դու պետք է պատրաստվես։ Լսումները դաժան են լինելու։ Նրանք ամեն ինչ կփորեն։ Քո հուզական վիճակը վթարից հետո դեպրեսիայի շրջանները, այն անգամ, երբ բժշկին ասացիր, որ կնախընտրեիր չապրել։ Ամեն ինչ։ Անջատելուց հետո Արմենն անշարժ մնաց։ Այդ արտահայտությունը։ Այդ անիծյալ արտահայտությունը, որ նա ասել էր հուսահատության պահին, վթարից 2 ամիս անց։ Իհարկե, դա բժշկական գրառումներում էր։ Եվ իհարկե, Դավիթը գտել էր այն։ Հաջորդ առավոտ վերնագրերը հաստատեցին նրա ամենավատ մտավախությունները։ Բացահայտում, Արմեն Սարգսյանի մաքրուհին մութ անցյալ ունի, խաղամոլություն պարտքեր։ Միլիոնատերն ասել է, որ կնախընտրեր մահանալ վթարից հետո, բացահայտում են փաստաթղթերը։ Արմենը չկարողացավ անկողնուց դուրս գալ։ Պայքարելու որոշում կայացնելուց հետո առաջին անգամ հանձնվելու ցանկություն զգաց։ Ստորագրել թղթերը, ամեն ինչ հանձնել Դավիթին պարզապես թույլ տալ, որ աշխարհն առանց իրեն շարունակվի։ Նարինեն էր, որ նրան այդպես գտավ կեսօրին։ Նա ներս էր մտել հետի դռնից, շրջանցելով անվտանգության աշխատակիցներին, պարզապես հայտնվել էր ննջասենյակում։ Դուք իսկապես հիվանդ չեք, ասաց նա, նստելով մահճակալի եզրին։ Դուք հիվանդ եք այստեղ։ Նա դիպավ իր կրծքին։ Արմենը նայեց նրան կարմրած աչքերով։ Նարինե, դու չպետք է այստեղ լինես։ Մայրդ։ Մայրս լաց է լինում։ Լուրերի պատճառով։ Նրա մասին խոսակցությունների պատճառով։ Աղջկա ձայնը դողաց։ Նա ասում է, որ ամեն ինչ իր մեղքով է։ Որ պետք է ձեզնից հեռու մնար։ Արմենը զգաց, կարծես հարված ստացավ։ Այս ամենում ոչինչ նրա մեղքը չէ։ Ոչ էլ քոնը։ Գիտեմ։ Բայց նա չգիտի։ Նարինեն գրպանից ինչ-որ բան հանեց։ Ծալված թուղթ էր։ Սա գտա մայրիկիս հին թղթերի մեջ։ Նա չգիտի, որ վերցրել եմ։ Արմենը բացեց թուղթը։ Նամակ էր։ Հասցեագրված իրեն, բայց երբեք չուղարկված։ Թվագրված 2 տարի առաջ։ Պարոն Սարգսյան, գրում եմ այս նամակը, որը երբեք չեմ ուղարկի, որովհետև պետք է ներսիցս հանեմ։ 6 ամիս է, ձեզ մոտ եմ աշխատում, երբեք այսքան մենակ մարդ չեմ տեսել։ Ոչ թե մենակ, որ շուրջը ոչ ոք չկա, այլ ներսից մենակ։ Կուզենայի օգնել, բայց չգիտեմ ինչպես։ Միայն գիտեմ, որ բոլորն արժանի են մեկին ունենալու։ Եվ որ գուցե մի օր դուք կգտնեք այդ մեկին։ Թող Աստված պահապան լինի ձեզ։ Անահիտ։ Արմենը 3 անգամ կարդաց նամակը։ Զգաց, թե ինչպես մի բան կոտրվեց մի նույն ժամանակ վերականգնվեց կրծքում։ Ինչու ինձ ցույց տվեցիր սա։ Նարինեն նայեց նրան իր չափազանց հասուն աչքերով։ Որովհետև դուք պետք է հիշեք, որ լավ մարդիկ գոյություն ունեն։ Եվ որ մայրս նրանցից մեկն է։ Եվ որ արժե պայքարել լավ մարդկանց համար։ Այդ գիշեր Արմենը կրկին չքնեց։ Բայց այս անգամ ոչ թե հուսահատությունից։
այլ որովհետ աշխատում էր։ Գիշերվա ժամը 3-ին զանգեց Մարկոսին։ Ուզում եմ դատի տալ բոլոր այն լրատվամիջոցներին, որոնք կեղծ տեղեկություններ են հրապարակել Անահիտի մասին։ Ուզում եմ, որ յուրաքանչյուր լումա, որ նրանք կվճարեն որպես փոխհատուցում, գնա նրան։ Եվ ուզում եմ, որ դա հրապարակային լինի։ Արմեն, դա մի կարողություն կարժենա փաստաբանների վրա։ Ես չհարցրի, թե որքան կարժենա։ Հարցրի, կարող ես անել։ Դադար եղավ։ Հետո Մարկոսը ծիծաղեց։ Կարող եմ։ Եվ դա հաճույք կլինի։ Լսումները տեղի ունեցան հաջորդ երկուշաբթի։ Դահլիճը լեփ-լեցուն էր։ Լրագրողներ, դրսում տեսախցիկներ, հետաքրքրասերներ, որոնք փորձում էին ներս մտնել։ Արմենը ժամանեց իր իրավաբանական թիմի հետ, Անահիտը նրա կողքին, Նարինեն տատիկի հետ տանը, բոլորի պնդմամբ։ Դավիթն այնտեղ էր, Լիլիթը նրա կողքին։ Երբ նրանց հայացքները խաչվեցին, Արմենը զայրույթ չզգաց։ Խղճահարություն զգաց։ Խղճահարություն մարդկանց հանդեպ, ովքեր մոռացել էին, թե ինչն է իրականում կարոր։ Դատավորը, 60-ամյա մի մարդ ընթերցանության ակնոցով, երկար րոպեներ լուռ ուսումնասիրեց փաստաթղթերը։ Վերջապես, վեր նայեց։ Պարոն Արմեն Սարգսյան, դուք տեղյակ եք ձեզ ներկայացված մեղադրանքներին։ Տեղյակ եմ, ձեր գերազանցություն։ Եվ հայտարարելու բան ունեք։ Արմենը խորը շունչ քաշեց։ Ունեմ։ Ես իմ կյանքի 3 տարին անցկացրել եմ, հավատալով, որ այն ավարտվել է վթարի օրը։ 3 տարի մեկուսանալով, ինքս ինձ համոզելով, որ ինձ համար նպատակ չկա։ Եվ հետո 7 տարեկան մի աղջիկ մտավ իմ տուն, հիշեցրեց ինձ մի բան, որը ես մոռացել էի։ Որ կենդանի լինելը քայլելու կամ չքայլելու մասին չէ։ Այն փոփոխություն բերելու մասին է։ Եվ ես վերջապես գտա դա անելու միջոց։ Եթե դա խելագարություն է, ապա թող այդպես լինի։ Դահլիճում բացարձակ լռություն էր։ Դատավորը նայեց բժշկական եզրակացություններին, երկու կողմերի ներկայացրած փաստաթղթերին։ Որոշումը կկայացվի 48 ժամվա ընթացքում։ Նիստը փակված է։ Դրսում, շրջապատված տեսախցիկներով, Արմենը բռնեց Անահիտի ձեռքը։ Եվ առաջին անգամ նրան չհետաքրքրեց, թե ով կտեսնի։ 48 ժամը ձգվեց 48 օրվա պես։ Արմենը փորձում էր զբաղված մնալ, բայց յուրաքանչյուր րոպեն կարծես հավերժություն էր տում։ Մարկոսը 2 ժամը մեկ զանգում էր թարմացումներով, որոնք իրականում թարմացումներ չէին։ Դեռ որոշում չկա։ Դատավորը ուշադիր ուսումնասիրում է ամեն ինչ։ Համբերատար եղիր։ Համբերատար։ Կարծես համբերությունը մի բան լիներ, որ Արմենը կարողանար կամքով կանչել։ 3-րդ օրվա առավոտյան հեռախոսը զանգեց։ Մարկոսն էր, ձայնը մի ուրիշ որակ ուներ։ Որոշումը կայացվել է։ Արմենը զգաց, թե ինչպես սիրտը գրեթե կանգ առավ։ Եվ խնամակալության հայցը մերժվել է։ Դատավորը ձեզ լիովին գործունակ է ճանաչել։ Դավիթը պարտվեց։ Լիլիթը պարտվեց։ Դուք հաղթեցիք։ Արմենը պետք է թեթություն զգար։ Պետք է հաղթանակ զգար։ Բայց այն, ինչ զգաց, պարզապես տարօրինակ դատարկություն էր, կարծես այն ամբողջ ադրենալինը, որը նրան ոտքի վրա էր պահել վերջին շաբաթներին, միանգամից գոլորշիացել էր։ Արմեն, այնտեղ ես։ Այստեղ եմ։ Շնորհակալ եմ, Մարկոս։ Ամեն ինչի համար։ Էլի բան կա։ Դատավորը խիստ է եղել Դավիթի հետ։ Նշել է դատավարական անբարեխղճություն։ Եղբայր պետք է վճարի գործընթացի բոլոր ծախսերը։ Եվ որոշել է, որ նա պետք է հեռացվի ընտանեկան ընկերությունների ցանկացած վարչական պաշտոնից մինչ հաջորդ կարգադրությունը։ Արմենը փակեց աչքերը։ Դա ավելին էր, քան սպասում էր։ Ավելին, քան իրականում ուզում էր։ Իսկ Լիլիթը։ Նա ուղղակիորեն չի պատժվել, բայց դատավորը հասկացրել է, որ նրա մասնակցությունը կասկածելի է եղել։ Որոշումը հրապարակային է։ Այսօր կհայտնվի թերթերում։ Անջատելուց հետո Արմենը նստեց սենյակի լռության մեջ։ Հաղթել էր։ Օրինականորեն, պաշտոնապես հաղթել էր։ Բայց դա հաղթանակի զգացում չուներ։ Զգում էր ինչ-որ բանի ավարտ, բայց վստահ չէր, թե ինչի։ Հեռախոսը կրկին զանգեց։ Այս անգամ մի համար էր, որը նա չէր ճանաչում։
Պարոն Սարգսյան։ Բժիշկ Հենրիկ Պետրոսյանն է, Սուրբ Խաչ հիվանդանոցից։ Պետք է խոսեմ Անահիտ Մանուկյանի մասին։ Արմենի արյունը սառեց։ Ինչ է պատահել։ Նա 3 գիշեր այստեղ է ընդունվել։ Ծայրահեղ հյուծվածությունից ուշագնացություն։ Լիարժեք հետազոտություններ ենք արել, պարոն Սարգսյան, մենք ինչ-որ բան ենք գտել։ Արմենը չկարողացավ բառեր ձակերպել։ Թոքերում գոյացություններ կան։ Պետք է ավելի շատ թեստեր անենք, բայց իրավիճակը մտահոգիչ է։ Շատ մտահոգիչ։ Աշխարհը կարծես թեքվեց։ Որտեղ է Նարինեն։ Տատիկի հետ։ Տիկին Մանուկյանը խնդրեց, որ ոչինչ չասենք աղջկան, մինչ վստահ չլինենք։ Բայց կարծեցի, որ դուք պետք է իմանաք։ Նա ձեր անունը մի քանի անգամ տվեց, երբ դեղորայքից շփոթված էր։ Արմենը նույնիսկ հրաժեշտ չտվեց։ Պարզապես անջատեց, բղավեց գորգին։ 15 րոպե անց նա հիվանդանոցում էր, ծայլակը սպիտակ ախտահանված միջանցքներով վարելով մի շտապողականությամբ, որը չգիտեր, թե դեռ ունակ է զգալու։ Անահիտը առանձին սենյակում էր։ Գունատ, սարքերին միացված, բայց արթուն։ Երբ տեսավ Արմենին, փորձեց ժպտալ։ Պարոն Սարգսյան։ Պետք չէր գալ։ Ես լավ կլինեմ։ Արմենը սայլակը մոտեցրեց մահճակալին։ Բժիշկներն ինձ պատմեցին։ Անահիտ, ինչու ոչինչ չեք ասել։ Որովհետ չէի ուզում ոչ ոքի անհանգստացնել։ Եվ որովհետ վախենում էի, որ եթե ասեմ, դա իրական կդառնա։ Արմենը բռնեց նրա ձեռքը։ Դա փոքր, աշխատանքից կոշտացած, թեթակի դողացող ձեռք էր։ Որքան ժամանակ է, ինչ գիտեք։ Մոտ 2 ամիս։ Սկսեցի շնչահեղձություն, հոգնածություն զգալ։ Կարծեցի, պարզապես գերծանրաբեռնվածությունից է։ Երբ վերջապես գնացի բժշկի, ձայնը կտրվեց։ Նրանք ասացին, որ պետք է ավելի շատ հետազոտություններ անեմ։ Բայց ես մասնավորի համար փող չունեի, իսկ պետական հերթերը շատ երկար էին։ Եվ հետո այս ամենը պատահեց, դատավարությունը, լուրերը, ես չէի կարող պարզապես ամեն ինչ թողնել։ Անահիտ, դադարեք։ Պարզապես դադարեք։ Արմենը սեղմեց նրա ձեռքը։ Դուք կանցնեք բոլոր անհրաժեշտ հետազոտությունները։ Այսօր։ Հիմա։ Ես կհոգամ ամեն ինչի մասին։ Պարոն Սարգսյան, ես չեմ կարող ընդունել։ Սա ընդունելու մասին չէ։ Սա ճիշտը անելու մասին է։ Դուք իմ կողքին էիք, երբ ես ամենաշատը կարիք ունեի։ Թույլ տվեք, ես լինեմ ձեր կողքին հիմա։ Անահիտը փակեց աչքերը, արցունքները լուռ հոսեցին դեմքով։ Իսկ Նարինեն։ Ինչպես եմ նրան ասելու։ Միասին կասենք։ Ճշմարտությամբ։ Նա ավելի ուժեղ է, քան դուք պատկերացնում եք։ Բայց երբ եկավ ասելու ժամանակը, Արմենը պարզեց, որ Նարինեն արդեն գիտեր։ Ոչ մանրամասները, ոչ ախտորոշումը, բայց գիտեր, որ ինչ-որ բան այն չէ։ Երեխաները միշտ գիտեն։ Մայրս իսկապես հիվանդ է, այնպես չէ, հարցրեց նա նստած Արմենի տան բազմոցին այդ կեսօրին, տատիկը քնած կողքի աթոռին։ Արմենը գլխով արեց։ Այո։ Բայց բժիշկները կանեն ամեն ինչ, որ կարող են օգնելու համար։ Նարինեն երկար պահ լուռ մնաց։ Հետո վերցրեց իր նկարչության տետրը, սկսեց ինչ-որ բան խզբզել։ Արմենը հետում էր, թե ինչպես է նա նկարում երկու կերպար։ Մեկը մեծ, մյուսը փոքր։ Ձեռք ձեռքի տված։ Գիտեք, տատիկս միշտ ինչ է ասում աղոթքների մասին, հարցրեց Նարինեն, աչքերը նկարից չբարձրացնելով։ Ինչ։ Որ երբեմն պատասխանը այո է։ Երբեմն ոչ։ Եվ երբեմն սպասիր։ Դժվարն այն է, երբ ընդունում ես, որ այոս չէ։ Արմենը կոկորթում կոշտուկ զգաց։ Դու շատ իմաստուն ես քո տարիքի համար։ Ես իմաստուն չեմ։ Պարզապես շատ եմ վախենում։ Վերջապես նայեց նրան, աչքերը լի էին արցունքներով, որոնք նա հրաժարվում էր թափել։ Բայց եթե ես թույլ տամ, որ վախը հաղթի, ով ուժեղ կլինի մայրիկիս համար։ Հաջորդ օրերին Արմենը ամեն ինչ կազմակերպեց։ Լավագույն ուռուցքաբանները, ամենալիարժեք հետազոտությունները, փորձարարական բուժումները։ Անահիտը սկզբում բողոքեց, բայց նա ընտրություն չտվեց։
Եվ երբ պատասխանները եկան, դրանք ավելի լավն էին, քան սպասվում էր, բայց ավելի վատը, քան հույս ունեին։ Բուժելի է, բացատրեց բժիշկ Պետրոսյանը, վատ լուրեր տալուն սովոր մարդու զգույշ տոնով։ Բայց երկար ճանապարհ է լինելու։ Ագրեսիվ քիմիաթերապիա, հետո հնարավոր է վիրահատություն։ Այս տեսակի ուռուցքի հաջողության մակարդակը պատշաճ բուժման դեպքում մոտ 60% է։ 60%։ Արմենը մտովի հաշվարկեց։ 40% հավանականություն կորցնելու Անահիտին։ 100% հավանականություն, որ Նարինեն կտարապի, անկախ արդյունքից։ Երբ ենք սկսում, հարցրեց Անահիտը, ձայնը հաստատուն, չնայած աչքերում տեսանելի վախին։ Իդեալական դեպքում հաջորդ շաբաթ։ Այդ գիշեր Արմենը Նարինեի հետ նստեց առանձնատան այգում։ Դա առաջին անգամն էր, որ նա իսկապես ուսումնասիրում էր այդ տարածքը։ Այնտեղ մի շատրվան կար, որը նա երբեք չէր միացրել, ծաղիկներ, որոնց հոտը երբեք չէր առել, քարե նստարան, որի վրա երբեք չէր նստել։ Գեղեցիկ է այստեղ, ասաց Նարինեն, նայելով աստղերին։ Ցավալի է, որ երբեք չեք օգտագործում։ Որտեղից գիտես, որ երբեք չեմ օգտագործում։ Բույսերը չափազանց կատարյալ են։ Երբ մարդիկ մի տեղ օգտագործում են, ամեն ինչ մի քիչ խառնվում է։ Կենթանանում։ Արմենը շուրջը նայեց, հասկացավ, որ նա ճիշտ է։ Ամեն ինչ անթերի էր, բայց ստերիլ։ Կատարյալ, բայց անկենդան։ Նարինե, մորթ մասին։ Ես ուզում եմ, որ դու իմանաս, որ ես կանեմ ամեն ինչ իմ ուժերի սահմաններում, որպեսզի։ Գիտեմ, նա մեղմորեն ընդհատեց։ Բայց կան բաներ, որ փողով չես գնի։ Մայրս է այդպես ասել։ Մայրդ նույնպես իմաստուն է։ Նա ամենախելացի մարդն է, ում ես ճանաչում եմ։ Նա ինքնուրույն է կարդալ սովորել, գիտեիք։ Երբ իմ տարիքին էր։ Նրա տատիկը կարդալ չգիտեր, ուստի նա փողոցից թերթեր էր հավաքում մարդկանց խնդրում, որ բառերը սովորեցնեն։ Նարինեն հպարտությամբ ժպտաց։ Իսկ հիմա նա շաբաթական մեկ գիրք է կարդում։ Միշտ։ Արմենը զգաց, թե ինչպես մի բան սեղմվեց կրծքում։ Նա 1000-ից ավելի գրքերով գրադարան ուներ։ Դրանց նույնիսկ 1/10 չէր կարդացել։ Անահիտը հավանաբար կես տասնյակ գիրք ուներ, բոլորը կրկին ու կրկին կարդում էր։ Ես ուզում եմ մի բան անել, հանկարծ ասաց Արմենը։ Մորթ համար։ Մի յուրահատուկ բան։ Նարինեն հետաքրքրությամբ նայեց նրան։ Ինչ։ Դեռ չգիտեմ։ Բայց մի բան, որը ցույց կտա, որ նա կարող է։ Որ նրա կյանքն արժեք ունի, քո մայրը կամ իմ աշխատողը լինելուց անդին։ Նարինեն մի պահ մտածեց։ Նա միշտ ուզել է այգի ունենալ։ Մի փոքրիկ, միայն իրենը։ Որտեղ կարողանար ծաղիկներ, բանջարեղեն աճեցնել։ Բայց երբեք տեղ չի ունեցել։ Արմենը շուրջը նայեց հսկայական կատարելապես ստերիլ այգուն։ Ուրեմն դա էլ կանենք։ Հաջորդ օրերին, մինչ Անահիտը սկսում էր բուժումը, Արմենը մի ուրիշ լանդշաֆտային դիզայներ վարձեց։ Ոչ թե ամեն ինչ կատարյալ պահելու, այլ տարածք ստեղծելու համար։ Այգու մի անկյունը վերափոխվեց։ Թմբեր պատրաստվեցին։ Սերմեր գնվեցին։ Եվ երբ Անահիտը քիմիաթերապիայի սեանսների մեջ ժամանակավորապես դուրս գրվեց, Արմենը նրան բերեց այնտեղ։ Նա նայեց թմբերին, խնամքով դասավորված գործիքներին, փոքրիկ փայտե ցուցանակին, որի վրա գրված էր Անահիտի այգին, փլվեց։ Լաց եղավ այնպես, ինչպես Արմենը երբեք նրան լաց լինելիս չէր տեսել։ Ոչ թե տխրությունից, այլ ավելի խորը մի բանից։ Նկատված լինելուց։ Կարոր լինելուց։ Ինչո՞ւ, հարցրեց նա հեկեկոցների միջից։ Ինչու եք այս ամենն անում ինձ համար։ Արմենը պարզ պատասխան չուներ։ Ուստի տվեց միակը, որ ուներ։ Որովհետև դուք ինձ սովորեցրիք, որ կենդանի լինելը քայլելու կամ չքայլելու մասին չէ։ Այն փոփոխություն բերելու մասին է։ Եվ դուք փոփոխություն բերեցիք իմ կյանքում։ Սա իմ փոխհատուցելու ձն է։ Նարինեն միացավ նրանց, երեքը կանգնեցին այնտեղ, այգու այն անկյունում, որը վերջապես կյանք ուներ, իմանալով, որ դժվար օրեր են գալու։ Իմանալով, որ բուժումը դաժան է լինելու։ Իմանալով, որ երաշխիքներ չկան։ Բայց նա իմանալով, որ այդ պահին նրանք միասին էին։ Եվ որ դա ինչ-որ բան նշանակում էր։ 2 շաբաթ անց, Անահիտի քիմիաթերապիայի 3-րդ սեանսի ժամանակ, Արմենն անսպասելի զանգ ստացավ։
Այն մանկատնից էր, որտեղ նա մեծացել էր։ Տնօրենը արդեն 70-ամյա մի կին թոշակի էր անցնում։ Պարոն Սարգսյան, մենք հին արխիվներում ինչ-որ բան գտանք։ Ձեր նամակը։ Երբ այստեղից գնացիք, ասվում էր, որ կվերադառնաք։ Որ կօգնեք։ Ես այս բոլոր տարիները պահել եմ, սպասելով։ Իսկ հիմա տեսա լուրերը ձեր նախագծի մասին։ Արդյոք հնարավոր կլինի խոսել։ Արմենը նայեց Նարինեին, ով քնած էր անհարմար աթոռին, մոր կողքին հիվանդանոցում։ Նայեց Անահիտին, գունատ, բայց դեռ ժպտացող նույնիսկ ցավի մեջ։ Այո, պատասխանեց նա։ Կարող ենք խոսել։ Ժամանակն է, որ որոշ խոստումներ կատարվեն։ Բայց նա նույնիսկ չէր պատկերացնում, որ այդ խոստումը կատարելը կբերի հետանքներ, որոնք ոչ ոք չէր կանխատեսել։ Կամ որ որոշ մարդիկ ամեն ինչ կանեին խանգարելու դրա իրականացմանը։ Քայլենք միասին հիմնադրամը ծնվեց մի անձրոտ երեքշաբթի օրը։ Արմենը ստորագրեց փաստաթղթերը Մարկոսի մանկատան տնօրենի երկու ներկայացուցիչների ներկայությամբ, որոնց նա հատուկ ընտրել էր հսկիչ խորհրդի համար, լիարժեք թափանցիկություն ապահովելու նպատակով։ Անվանումը խորհրդանշում էր ոչ թե ֆիզիկապես քայլելը, այլ այն, որ ոչ ոք չպետք է մենակ դիմակայեր կյանքին։ Առաջին նախագիծը լինելու էր այն մանկատան ամբողջական վերանորոգումը, որտեղ մեծացել էր Արմենը։ Հետո երկու այլ ապաստարաններ տարբեր թաղամասերում։ Դրանք լինելու էին ոչ միայն ֆիզիկական, այլ կառուցվածքային բարեփոխումներ, հոգեբաններ, մանկավարժներ, հուզական աջակցության ծրագրեր, պատրաստություն չափահաս կյանքին։ Անահիտը, նույնիսկ բուժման ընթացքում, պնդեց, որ օգնի պլանավորման հարցում։ Քիմիաթերապիայի սեանսների մեջ նա վերանայում էր նախագծերը, գործնական առաջարկներ անում, հիմնված այն ընտանիքների իրականության իմացության վրա, որոնց հիմնադրամը նպատակ ուներ օգնել։ Հարուստ մարդիկ մտածում են օթորակիչի տեխնոլոգիաների մասին, ասաց նա մի օր, թերթելով ճարտարապետական պլանները։ Բայց մոռանում են հիմնականի մասին։ Ձմռան համար տաք հագուստ։ Բավարար քանակությամբ դպրոցական պարագաներ։ Դաս սովորելու համար հանգիստ տեղ։ Ահա թե ինչի մասին պետք է մտածենք։ Արմենը լսում, սովորում էր։ Ամեն օր բացահայտում էր, թե որքան բան չգիտեր իր արտոնյալների պղպջակից դուրս գտնվող աշխարհի մասին։ Բայց երջանկությունը կարճ տեց։ Հիմնադրամի պաշտոնական գրանցումից 3 շաբաթ անց սկսվեցին խնդիրները։ Սկզբում փոքր մի մատակարար, որն առանց բացատրության չեղարկեց պայմանագիրը։ Մի ճարտարապետ, որը հրաժարվեց շարունակել նախագիծը, պատճառաբանելով ժամանակացույցի անհամապատասխանություն։ Թույլտվություններ, որոնք քաղաքապետարանում սովորականից ավելի երկար էին ձգձգվում։ Մարկոսը հետաքննեց պարզեց ճշմարտությունը։ Դավիթն օգտագործում էր իր կապերը, նրան սաբոտաժի ենթարկելու համար։ Զգուշորեն, մեթոդաբար, արգելափակելով յուրաքանչյուր քայլ։ Դա օրինական է, հարցրեց Արմենը, փորձելով զսպել զայրույթը։ Տեխնիկապես, այո։ Նա ուղղակիորեն անօրինական ոչինչ չի անում։ Պարզապես գործընկերներին խորհուրդ չի տալիս ձեզ հետ աշխատել։ Լուրեր է տարածում հիմնադրամի ֆինանսական անկայունության մասին։ Ուրեմն աղմուկ ենք բարձրացնում։ Դա հրապարակային ենք դարձնում։ Մարկոսը վարանեց։ Կամ դու այլ գործընկերներ ես գտնում։ Մարդիկ, որոնց չի հետաքրքրի Դավիթի կարծիքը։ Հիմա նոր հանրային պատերազմի մեջ մտնելը, երբ Անահիտը հիվանդ է, երբ Նարինեն կայունության կարիք ունի, վստահ ես, որ դա ես ուզում։ Արմենը ոչնչում վստահ չէր։ Բայց գիտեր, որ հանձնվելը տարբերակ չէ։ Գաղափարը Նարինեինն էր։ 7 տարեկանում մի իմաստությամբ, որը չպետք է ունենար, նա առաջարկեց։ Իսկ եթե մարդիկ, որոնց մենք օգնում ենք, նույնպես օգնեին, օրինակ, մանկատան տղաները։ Նրանք կարող են բաներ տնկել այգում, կարող են օգնել մաքրության հարցում։ Այդպես բոլորը մասնակից կլինեն։ Գաղափարը պարզ էր, բայց հեղափոխական նախագծի համար։ Դա չէր լինի մի վայր, որտեղ երեխաները պարզապես օգնություն կստանային, այլ որտեղ նա կնպաստեին։ Որտեղ կսովորեին պատասխանատվություն, հոգատարություն, պատկանելություն։ Արմենը ամեն ինչ վերանախագծեց։ Համայնքային բանջարանոցներ, փայտագործության արհեստանոցներ, գործնական հմտությունների դասընթացներ։ Ավելի մեծ երեխաները կօգնեին փոքրերին։ Բոլորը կունենային առաջադրանքներ, բոլորը կունենային ձայն։ Մանկատուն առաջին այցը դժվար էր։
Արմենը 35 տարի այնտեղ չէր մտել։ Հիշողությունները եկան ալիքների պես։ Էժան օճառի հոտը։ Միջանցքներով վազող երեխաների ձայնը։ Ոչ մի տեղի չպատկանելու զգացողությունը։ Այժմ այնտեղ 15 երեխա կար։ Տարբեր տարիքի, տարբեր պատմություններով, բայց նույն արտահայտությունը աչքերում, զգուշություն, խառնված զգուշավոր հույսի հետ։ Տնօրենը, տիկին Գայանեն, նրանց մեկ առ մեկ ներկայացրեց։ Արմենը փորձում էր հիշել յուրաքանչյուր անուն, յուրաքանչյուր դեմք։ Փորձում էր տեսնել նրանց ցույց տվածից այն կողմ։ Եվ հետո տեսավ Արամին։ 8 տարեկան, չափազանց նիհար, մուգ աչքեր, որոնք կարծես տեսնում էին մարդկանց միջով։ Նա անկյունում էր, մենակ, ամեն ինչ դիտում էր մի լարվածությամբ, որը Արմենը ճանաչեց։ Դա նույն լարվածությունն էր, որ ինքն ուներ այդ տարիքում։ Նույն պաշտպանությունը աշխարհի դեմ։ Բար, Արամ, ասաց Արմենը, մոտեցնելով Սայլակը։ Ես Արմենն եմ։ Տղան չպատասխանեց։ Պարզապես չթաքցրած հետաքրքրությամբ դիտում էր Սայլակը։ Կարող ես հարցնել, առաջարկեց Արմենը։ Սայլակի մասին։ Բոլորը հետաքրքրվում են։ Ցավում է, վերջապես հարցրեց Արամը, ձայնը խռպոտ, կարծես շատ չէր օգտագործվում։ Ոչ այնպես, ինչպես դու պատկերացնում ես։ Ոտքերս չեմ զգում։ Բայց ուրիշ բաներ են ցավում։ Ներսից։ Արամը գլխով արեց, կարծես կատարելապես հասկանում էր։ Ես էլ ունեմ բաներ, որոնք ներսից են ցավում։ Արմենը զգաց, թե ինչպես կուրծքը սեղմվեց։ Ուզում ես պատմել։ Ոչ։ Պատասխանն ուղիղ էր, ազնիվ։ Բայց գուցե մի օր։ Այս փոքրիկ խոսակցությունը օրերով մնաց Արմենի հետ։ Արամի մեջ մի բան կար, որը նրան անհանգստացնում էր մի նույն ժամանակ հիացնում։ Մի հին տխրություն, այդքան երիտասարդ մարմնի համար։ Տիկին Գայանեն հաստատեց նրա կասկածները։ Արամը 6 ամիս առաջ է եկել։ Ընտանեկան բարդ իրավիճակ։ Չի սիրում դրա մասին խոսել։ Բայց խելացի է, պարոն Սարգսյան։ Շատ խելացի։ Ամեն ինչ արագ է սովորում։ Պարզապես մեկը պետք է, որ հավատա նրան։ Արմենը որոշեց, որ ինքը կլինի այդ մեկը։ Բայց մինչ հիմնադրամը սկսում էր ձավորվել, Անահիտի վիճակը վատանում էր։ Բուժումը դաժան էր։ Նա կորցնում էր քաշ, մազեր, այն ուժը, որը միշտ անսպառ էր թվում։ Օրեր էին լինում, երբ հազիվ էր կարողանում անկողնուց դուրս գալ։ Նարինեն չափազանց արագ էր հասունանում։ 7 տարեկանում նա գիտեր պարզ ուտեստներ պատրաստել, մոր դեղերի ժամերը կառավարել, լուր դիմակայել ցավին, երբ կարծում էր, թե ոչ ոք չի նայում։ Արմենը նրան լաց լինելիս գտավ այգում մի գիշեր, թաքնված այն բույսերի մեջ, որոնք Անահիտը սկսել էր աճեցնել։ Հեյ, մեղմ ասաց նա, մոտեցնելով Սայլակը։ Կարող եմ այստեղ քեզ հետ մնալ։ Նարինեն արագ սրբեց դեմքը։ Ներողություն։ Չէի ուզում, որ որևէ մեկը տեսնի։ Ինչու ոչ։ Որովհետև եթե ես լաց լինեմ, մայրս կտխրի։ Իսկ նա արդեն չափազանց տխուր է։ Արմենը զգաց, թե ինչպես մի բան կոտրվեց իր ներսում։ Նարինե, դու 7 տարեկան ես։ Թույլատրվում է լաց լինել։ Թույլատրվում է վախենալ։ Բայց ով ուժեղ կլինի, եթե ես չլինեմ։ Ես։ Բառը դուրս թռավ, նախքան Արմենը կհասցներ մտածել։ Ես ուժեղ կլինեմ։ Քեզ համար։ Մորթ համար։ Թույլ տուր ես մի որոշ ժամանակ տանեմ այս բեռը։ Նարինեն նայեց նրան իր չափազանց հասուն աչքերով, հետո անսպասելի բան արեց։ Ոտքի կանգնեց, գրկեց Արմենին։ Պինդ, հուսահատ գրկախառնություն, մեկի, ով աշխարհը պահում էր ուսերին, վերջապես թույլտվություն ուներ բեռը գետնին դնելու։ Արմենը գրկեց նրան, զգալով, թե ինչպես են նրա արցունքները թրջում իր վերնաշապիկը, զգալով, թե ինչպես են իր սեփական արցունքները լուր թափվում։ Նրանք այդպես մնացին, մինչ Նարինեն քնեց, հյուծված։ Արմենը նրան գրկած տարավ հյուրասենյակ, որը նա օգտագործում էր առանձնատանը մնալիս, զգուշորեն պառկեցրեց մնաց այնտեղ, դիտելով նրա քունը։ Երբ էր այդ պահը։ Երբ էր այդ աղջիկը դադարել լինել պարզապես իր աշխատողի դուստրը դարձել ինչ։ Նա անուն չուներ այն բանի համար, ինչ զգում էր։ Դա հայրական սեր չէր, ոչ։ Ավելի խորն էր։ Դա պատասխանատվություն էր։ Դա պաշտպանություն էր։
Դա այն վստահությունն էր, որ նա ամեն ինչ կաներ երաշխավորելու, որ աղջիկը հնարավորություն ունենա երեխա լինելու, նույնիսկ եթե ընդամենը մի փոքր ավելի երկար։ Հաջորդ շաբաթ Անահիտի հետազոտությունները հակասական նորություններ բերեցին։ Ուռուցքը արձագանքում էր բուժմանը, բայց սպասվածից ավելի դանդաղ։ Ավելի շատ սեանսներ կպահանջվեին, հնարավոր է ավելի ինվազիվ վիրահատություն։ Որքան ժամանակ, հարցրեց Անահիտը բժշկին, ձայնը հաստատուն, չնայած տեսանելի վախին։ Եվս 3 ամիս ինտենսիվ քիմիաթերապիա։ Հետո կվերագնահատենք։ Եթե ամեն ինչ լավ ընթանա, վիրահատությունը 6 ամսից։ 6 ամիս։ Կես տարվա ցավ, անորոշություն, ամեն օրը մի մարդ։ Արմենը տեսավ վճռականությունը Անահիտի դեմքին, բայց տեսավ նա հոգնածությունը։ Սեփական մարմնի դեմ պայքարելու հյուծվածությունը։ Մենք կհաղթահարենք, ասաց նա, բռնելով նրա ձեռքը։ Միասին։ Բայց Անահիտն այլ պլաններ ուներ։ Պարոն Սարգսյան, ես պետք է մի բան խնդրեմ։ Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի։ Եթե բուժումը չօգնի։ Այդպես մի խոսեք։ Խնդրում եմ, թույլ տվեք ավարտեմ։ Ձայնն այժմ հաստատուն էր։ Եթե ինչ-որ բան պատահի, ես պետք է իմանամ, որ Նարինեն լավ կլինի։ Մայրս տարեց է, չի կարողանա միայնակ նրան խնամել։ Եվ ես ուրիշ ոչ ոք չունեմ։ Արմենը զգաց, թե ինչպես աշխարհը կանգ առավ։ Դուք ինձ խնդրում եք։ Ես խնդրում եմ, որ դուք խոստանաք, որ կհոգաք նրա մասին։ Ոչ թե որպես տեր կամ բարերար, այլ որպես մեկը, ով իսկապես հոգ է տանում։ Անահիտ, դա անհրաժեշտ չի լինի։ Դուք լավ կլինեք։ Խոստացեք։ Արմենը նայեց այն կնոջը, ով իր կյանք էր մտել որպես մաքրուհի դարձել շատ ավելի կարևոր մի բան։ Նայեց նրա աչքերի վճռականությանը, մի մոր հուսահատ սիրուն, որը փորձում էր պաշտպանել իր դստերը նույնիսկ ապագայից։ Խոստանում եմ, ասաց նա։ Բայց դուք այստեղ կլինեք, ինձնից այդ խոստումը պահանջելու համար դեռ շատ տարիներ։ Անահիտը ժպտաց, բայց երկուսն էլ գիտեին, որ խոստումները երբեմն այն ամենն են, ինչ մեզ մնում է, երբ ապագան անորոշ է։ Այդ գիշեր Արմենը երազում տեսավ Արամին։ Այն աչքերը, որոնք չափազանց շատ բան էին տեսնում։ Այն տխրությունը, որը ճանաչում էր։ Պատկանելու այն կարիքը, որը նա այդքան լավ էր հասկանում։ Եվ երբ արթնացավ, երկու բանում վստահ էր։ Հիմնադրամը ոչ միայն օգնելու մասին էր։ Այն փրկելու մասին էր։ Փրկելու Արամի նման երեխաների։ Փրկելու այն տղայի հիշողությունը, որ ինքը եղել էր։ Եվ գուցե, այդ ընթացքում, փրկելու ինքն իրեն։ Բայց այն, ինչ նա չգիտեր, այն էր, որ հաջորդ ամիսները կբերեին մարտահրավերներ, որոնք կփորձարկեին ոչ միայն իր վճռականությունը, այլ իր իսկ մարդկայնությունը։ Որ որոշ մարտեր հաղթում են ոչ թե փողով կամ իշխանությամբ, այլ շատ ավելի թանկ մի բանով, լիովին կոտրվելու պատրաստակամությամբ, այլ կերպ վերականգնվելու համար։ Եվ Արմենը պատրաստվում էր կոտրվել այնպիսի ձերով, որոնք նույնիսկ չէր պատկերացնում, որ հնարավոր են։ 4 ամիս անցավ։ Քայլենք միասին հիմնադրամը վերջապես ֆիզիկական տեսք էր ստանում։ Առաջին մանկատունը, որտեղ մեծացել էր Արմենը, ամբողջությամբ վերանորոգվել էր։ Նոր պատեր, պատուհաններ, որոնք իսկապես փակվում էին, ջեռուցման համակարգ, որն աշխատում էր։ Բայց դրանից ավելի կարևոր, այնտեղ կյանք կար։ Այժմ 23 երեխա։ 4-ից 16 տարեկան։ Յուրաքանչյուրն իր պատմությամբ, իր տրավմայով, աշխարհը տեսնելու իր յուրահատուկ ձով։ Արմենն այցելում է շաբաթը 3 անգամ, միշտ Նարինեի ուղեկցությամբ, երբ նա դպրոցում կամ Անահիտի հետ չէր։ Արամը դարձել էր նրա հատուկ ուշադրության կենտրոնը։ 8-ամյա տղան դեռ լուռ էր, դեռ մեկուսանում էր, բայց փոքր փոփոխություններ կային։ Երբեմն ժպտում էր։ Հարցեր էր տալիս։ Եվ մաթեմատիկայի արտասովոր տաղանդ ուներ, որից նույնիսկ ուսուցիչներն էին զարմանում։ Բայց ոչ ամեն ինչ էր հաղթանակ։ Անահիտը բուժման 3-րդ ամսին լուրջ ռեցիդիվ ունեցավ։ Օպորտունիստական վարակ, որը նրան 2 շաբաթով հիվանդանոցում պահեց։ Բժիշկները կարողացան վերահսկել, բայց վախն իրական էր։ Բավականաչափ իրական, որ Արմենը գիշերներն անքուն անցկացներ, պլանավորելով սցենարներ, որոնք հրաժարվում էր ընդունել որպես հնարավոր։ Հենց այդ անքուն գիշերներից մեկի ժամանակ նա զանգ ստացավ։ Գիշերվա ժամը 3-ն էր, անծանոթ համար։ Պարոն Սարգսյան։
Կանացի, երիտասարդ, նյարդային։ Ձայն։ Իմ անունը Կարինե է։ Աշխատում եմ քաղաքապետարանում, սոցիալական աջակցության բաժնում։ Պետք է ձեզ հետ խոսեմ։ Շտապ է։ Արմենը նստեց մահճակալին, լիովին արթուն։ Լսում եմ։ Հետաքննություն է ընթանում։ Հիմնադրամի վերաբերյալ։ Ինչ-որ մեկը անանուն բողոք է ներկայացրել, պնդելով ֆինանսական անկանոնություններ, երեխաների համար անբավարար պայմաններ, նույնիսկ վատ վերաբերմունք։ Արմենի արյունը սառեց։ Դա անհեթեթություն է։ Մենք ունենք ամբողջ փաստաթղթերը, բոլոր լիցենզիաները, ամսական ստուգումներ։ Գիտեմ, պարոն։ Դրա համար եմ զանգում։ Աշխատանքային ժամից դուրս։ Այս հետաքննությունը նորմալ չէ։ Այն վերից է ճնշվում։ Շատ իշխանություն ունեցող մեկը ուզում է խնդիրներ գտնել, նույնիսկ եթե դրանք գոյություն չունեն։ Օ, դադար եղավ։ Վստահ չեմ կարող ասել։ Բայց լուրեր կան, որ դա կապված է ձեր եղբոր հետ։ Եվ մանկատան նախկին վարչակազմի հետ կապված որոշ մարդկանց, ովքեր պայմանագրեր են կորցրել, երբ հիմնադրամը ստանձնեց կառավարումը։ Արմենն անջատեց, սրտխառնոց զգալով։ Դավիթը նորից։ Միշտ Դավիթը։ Բայց այս անգամ դա ոչ միայն փողի կամ իշխանության մասին էր։ Դա մի լավ բան ոչնչացնելու մասին էր։ Մի բան, որն աշխատում էր։ Հաջորդ առավոտ Մարկոսը հաստատեց։ Հետաքննությունն իրական էր, խիստ էր լինելու։ Նրանք կքրքրեն յուրաքանչյուր լումա, յուրաքանչյուր փաստաթուղթ, յուրաքանչյուր աշխատակից։ Կհարցազրույցներ անցկացնեն երեխաների, ուսուցիչների, բոլորի հետ։ Եթե որևէ անկանոնություն գտնեն, որքան էլ փոքր լինի, կօգտագործեն ձեր դեմ։ Անկանոնություններ չկան։ Միշտ ինչ-որ բան կա, Արմեն։ Սխալ հաշիվ ապրանքագիր, ոչ բոլոր փաստաթղթերը կարգին աշխատակից, խաղալիս վնասվածք ստացած երեխա։ Նրանք ամեն ինչ կխեղաթյուրեն, որպեսզի անփութություն թվա։ Արմենը հաջորդ օրերն անցկացրեց պատերազմական ռեժիմում։ 3 անգամ վերանայեց յուրաքանչյուր փաստաթուղթ։ Խոսեց յուրաքանչյուր աշխատակցի հետ։ Երաշխավորեց, որ ամեն ինչ բացարձակապես կատարյալ է։ Բայց չափազանց կատարյալը նույնպես կասկածելի էր, ըստ երույթին։ Ստուգումը տեղի ունեցավ մի անձրոտ երեքշաբթի։ Քաղաքապետարանի 5 տեսուչ, 2 սոցիալական աշխատող, 1 հոգեբան։ 8 ժամ անցկացրին մանկատանը, զննելով յուրաքանչյուր անկյուն, հարցեր տալով, նշումներ անելով։ Արմենն այնտեղ էր, սայլակից հետում էր ամեն ինչին, իրեն անզոր զգալով այնպես, ինչպես չէր զգացել վթարից հետո։ Նարինեն նույնպես այնտեղ էր, պնդելով գալ, հակառակ բոլորի խորհուրդներին։ Նա էր, որ առաջինը նկատեց։ Տեսուչներից մեկը, միջին տարիքի, մշտապես տհաճ արտահայտությամբ մի տղամարդ, ճնշում էր գործադրում Արամի վրա։ Արագ, ագրեսիվ հարցեր էր տալիս, փորձելով ստիպել նրան ասել մի բան, որը կարելի էր օգտագործել։ Այստեղ քեզ ծեծում են։ Որը մեկը երբե քեզ վնասել է։ Ստիպում են քեզ աշխատել քո կամքին հակառակ։ Արամը գնալով ավելի էր գունատվում, ավելի էր ներփակվում։ Արմենը սկսեց շարժվել նրանց ուղղությամբ, բայց Նարինեն ավելի արագ էր։ Հեյ, ասաց նա, կանգնելով տեսուչի Արամի միջ։ Դուք չեք կարող այդպես խոսել նրա հետ։ Վախեցնում եք։ Տղամարդը արհամարանքով նայեց նրան։ Աղջիկ, սա քո գործը չէ։ Հեռացիր այստեղից։ Իմ գործն էլ է։ Դուք վատ եք վարվում։ Իսկ վատ մարդիկ չպետք է աշխատեն երեխաների խնամքի ոլորտում։ Տեսուչը կարմրեց։ Լսիր այստեղ, դու։ Բավական է։ Արմենի ձայնը սրի պես կտրեց օդը։ Նա հասավ այնտեղ, սայլակը պաշտպանողական դիրքով դրված 2 երեխաների դիմաց։ Երեխաներին ուղղված ցանկացած հարց կտրվի հոգեբանի իրավական ներկայացուցչի ներկայությամբ։ Եթե ուզում եք շարունակել այս հարցաքննությունը, պետք է զանգեք իմ փաստաբանին։ Տեսուչը փորձեց վիճել, բայց ստուգման ղեկավարը, 50-ամյա մի կին հոգնած, բայց բարի աչքերով միջամտեց։ Նա ճիշտ է, Ֆերնանդո։ Եկեք սա պրոֆեսիոնալ պահենք։ Տեսուչների գնալուց հետո Արմենը Արամին գտավ լոգարանում թաքնված, դողալով։ Ոչ թե սրտից, այլ շատ ավելի խորը մի բանից։ Հեյ, մեղմ ասաց Արմենը դռան մոտից։ Կարող եմ ներս մտնել։
Արամը չպատասխանեց, բայց ոչը էլ չասաց։ Արմենը ներս մտավ, հետից փակելով դուռը։ Այդ մարդը հիմար էր։ Եվ սխալ էր այդպես խոսել քեզ հետ։ Նա ուզում էր, որ ես ասեմ, որ դուք վատն եք, վերջապես խոսեց Արամը, ձայնը շշունջ։ Որ ծեծում եք մեզ։ Որ վատ բաներ եք անում։ Իսկ դու ասացիր։ Ոչ։ Որովհետև դա ճիշտ չէ։ Արամը բարձրացրեց աչքերը, այնտեղ արցունքներ կային։ Այստեղ լավ է։ Ամենալավ տեղն է, որտեղ ես երբե ապրել եմ։ Ինչու է ինչ-որ մեկը ուզում վերջ տալ սրան։ Արմենը պատասխան չուներ։ Ինչպես բացատրել 8-ամյա երեխային, որ որոշ մարդիկ ոչնչացնում են լավ բաները պարզապես որովհետև կարող են։ Պարզապես որովհետև վիրավորված են կամ զայրացած, կամ պարզապես որովհետև չեն կարողանում տանել ուրիշների երջանկությունը։ Չգիտեմ, Արամ։ Բայց մի բան խոստանում եմ։ Ես թույլ չեմ տա, որ որևէ մեկը վերջ տա սրան։ Այս տեղը քոնն է։ Ձերն է։ Եվ ոչ ոք դա չի խլի։ Բայց այդ խոստումը տալն ավելի հեշտ էր, քան կատարելը։ 2 շաբաթ անց նախնական զեկույցը հայտնվեց մամուլում։ Լի մտահոգություններով, հետաքննության ենթակա հարցերով։ Ոչինչ կոնկրետ, ոչինչ ապացուցված, բայց բավարար կասկածներ սերմանելու համար։ Միլիոնատիրոջ հիմնադրամը հետաքննության տակ, հնարավոր անկանոնությունների համար։ Երեխաները վտանգի տակ։ Արմեն Սարգսյանի կողմից ֆինանսավորվող մանկատունը բողոքների է բախվում։ Վերնագրերը հաշվարկված էին առավելագույն վնաս պատճառելու համար։ Եվ դրանք աշխատեցին։ Նվիրատուները, որոնք խոստացել էին ներդրումներ անել, սկսեցին հեռանալ։ Ընտանիքները, որոնք դիտարկում էին հուզական աջակցության ծրագրերը, չեղարկեցին այցերը։ Եվ հետո եկավ այն հարվածը, որը Արմենը չէր սպասում։ 3 ընտանիք իրենց երեխաներին հանեցին մանկատնից։ Ասացին, որ դա անվտանգության համար է, որ ուզում են սպասել հետաքննության ավարտին։ Բայց Արմենը գիտեր ճշմարտությունը։ Նրանք վախենում էին։ Ասոցացվելուց, հետանքներից։ Հանված երեխաներից մեկը Արամի մտերիմ ընկերն էր։ 9-ամյա մի աղջիկ, Հասմիկ անունով, որը միշտ ստիպում էր Արամին ծիծաղել։ Երբ նա գնաց, լաց լինելով հետ նայելով, Արամը ոչինչ չասաց։ Պարզապես վերադարձավ այն անկյունը, որտեղ մնում էր, նախքան Արմենի հայտնվելը իր կյանքում։ Նարինեն փորձեց մխիթարել նրան։ Նա կվերադառնա, երբ այս ամենն անցնի։ Բայց Արամը պարզապես գլուխը թափահարեց։ Ոչ մի լավ բան հավերժ չի տում։ Ես արդեն գիտեի։ Այդ արտահայտությունը օրերով հետապնդում էր Արմենին։ Մի երեխայի դառը հաշտվողականությունը, ով արդեն սովորել էր, որ ոչնչի վրա չի կարող հույս դնել։ Մեկի տխրությունը, ով սովոր էր կորցնելուն։ Անահիտը, նույնիսկ բուժումից թուլացած, նկատեց, թե որքան էր դա ազդում Արմենի վրա։ Դու մտածում ես հանձնվելու մասին, ասաց նա մի գիշեր։ Դա հարց չէր։ Մտածում եմ, որ գուցե Դավիթը ճիշտ է։ Որ ես պարզապես մի կոտրված մարդ եմ, որը փորձում է ուղղել բաներ, որոնք չգիտի ինչպես ուղղել։ Գիտեք, ինչու Նարինեն աղոթեց ձեզ համար այն առաջին օրը։ Արմենը գլուխը թափահարեց։ Որովհետև նա ձեր մեջ տեսավ մի բան, որը ճանաչեց։ Ցավ։ Բայց ոչ միայն ցավ։ Ցավի հետ մեկտեղ փոփոխություն բերելու անհրաժեշտությունը։ Նա չաղոթեց, որ դուք քայլեք, Արմեն։ Նա աղոթեց, որ դուք նպատակ գտնեք։ Եվ դուք գտաք։ Թույլ մի տվեք, որ վատ մարդիկ դա խլեն ձեզնից։ Իսկ եթե ես բավականաչափ ուժեղ չլինեմ։ Անահիտը ժպտաց, թույլ, բայց անկեղծ ժպիտով։ Ուրեմն թույլ եղիր։ Բայց թույլ եղիր, անելով այն, ինչ ճիշտ է։ Դա ավելի լավ է, քան ուժեղ լինել, անելով սխալը։ Այդ գիշեր Արմենը որոշում կայացրեց։ Մամուլի ասուլիս հրավիրեց։ Հակառակ Մարկոսի խորհրդին, հակառակ սեփական զգուշավորությանը, որոշեց խոսել։ Դահլիճը լեփ-լեցուն էր։ Տեսախցիկներ, լրագրողներ, հետաքրքրասերներ։ Արմենը ներս մտավ, սայլակը լուսարձակների միջով վարելով, անմիջապես անցավ գործի։ 3 ամիս առաջ 23 երեխա տուն ուներ։ Ապահով վայր։ Հնարավորություն։ Այսօր նրանցից 3-ին տարան վախի պատճառով։
Վախ, որը սերմանվել է ստի մանիպուլյացիայի միջոցով։ Հետաքննում են իմ հիմնադրամը։ Հրաշալի։ Թող հետաքննեն։ Ոչինչ չեն գտնի, որովհետև գտնելու բան չկա։ Բայց մինչ հետաքննում են, մտածեք երեխաների մասին։ Մտածեք Արամի մասին, ով նորից սկսում էր վստահել աշխարհին։ Մտածեք Հասմիկի մասին, ով լաց էր լինում, երբ գնում էր։ Մտածեք բոլոր այն երեխաների մասին, ովքեր կտառապեն, մինչ դուք փնտրում եք սկանդալներ, որոնք գոյություն չունեն։ Դահլիճում շշուկներ լսվեցին։ Արմենը շարունակեց. Եղբայրս ուզում է ինձ ոչնչացնել։ Նախկին կինս ինձ լքել է։ Աշխարհի կեսը կարծում է, որ ես խելագար եմ կամ մանիպուլյացիայի ենթարկված։ Եվ գիտեք ինչ։ Գուցե ես մի քիչ երկուսն էլ եմ։ Բայց ես նա մեկն եմ, ով փորձում է մի ճիշտ բան անել։ Եվ ես կշարունակեմ փորձել, նույնիսկ եթե դա ինձ ամեն ինչ արժենա։ Որովհետև այդ երեխաներն արժանի են։ Հաջորդած լռությունը բացարձակ էր։ Հետո մի լրագրողուհի ձեռք բարձրացրեց։ Իսկ եթե հետաքննությունը խնդիրներ գտնի։ Իսկ եթե փակեն մանկատունը։ Արմենն ուղիղ նայեց տեսախցիկին։ Ուրեմն ես կբողոքարկեմ։ Կպայքարեմ։ Կօգտագործեմ իմ ունեցած յուրաքանչյուր ռեսուրս։ Որովհետև այս երեխաներից հրաժարվելը տարբերակ չէ։ Հետո, մեքենայում, Արմենը փլվեց։ Դողաց, լաց եղավ, թույլ տվեց, որ կուտակված ողջ լարվածությունը դուրս գա։ Գորգը, վարորդը, պարզապես լուռ վարում էր, նրան անձնական տարածք տալով։ Երբ տուն հասավ, Նարինեն սպասում էր։ Նա ոչինչ չասաց։ Պարզապես գրկեց Արմենին շշնջաց. Դուք այսօր քաջ էիք։ Եվ շաբաթների ընթացքում առաջին անգամ Արմենը զգաց, որ գուցե, միայն գուցե, կկարողանա վերապրել այն, ինչ սպասվում էր։ Բայց նա գաղափար անգամ չուներ, որ ամենամեծ շրջադարձը դեռ առջում էր։ Եվ որ դա կփոխեր այն ամենը, ինչ նա կարծում էր, թե գիտի իր սեփական պատմության մասին։ Հետաքննությունը տեց 6 շաբաթ։ 6 շաբաթ անորոշություն, անքուն գիշերներ, յուրաքանչյուր մանրուքի մանրակրկիտ ուսումնասիրություն։ Բայց երբ վերջնական զեկույցը հրապարակվեց, այն միաձայն էր։ Ոչ մի անկանոնություն չէր հայտնաբերվել։ Հիմնադրամը գործում էր բոլոր նորմերի շրջանակներում, երեխաները լավ խնամված էին, ռեսուրսները պատշաճ կերպով էին օգտագործվում։ Դավիթը փորձեց բողոքարկել, կասկածի տակ դնել, երկարաձգել։ Բայց հիմք չկար։ Նա կրկին պարտվել էր։ Վրեժը, սակայն, եկավ այնտեղից, որտեղից Արմենն ամենաքիչն էր սպասում։ Սովորական հինգշաբթի էր, երբ տիկին Գայանեն զանգեց, ձայնը դողացող. Պարոն Սարգսյան, պետք է այստեղ գաք։ Հիմա։ Արամի մասին է։ Երբ Արմենը հասավ, տղային գտավ տնօրենի սենյակում նստած, հատակին նայելով այն արտահայտությամբ, որը նա այդքան լավ գիտեր։ Այն արտահայտությամբ, որով մարդը պատրաստվում է նորից ամեն ինչ կորցնել։ Ինչ է պատահել, հարցրեց Արմենը։ Տիկին Գայանեն հոգոց հանեց։ Մորաքույր է հայտնվել։ Այլ մարզից։ Ասում է, նոր է իմացել, թե որտեղ է Արամը։ Ուզում է նրա խնամակալությունը։ Արմենը զգաց, թե ինչպես աշխարհը կանգ առավ։ Բայց նրան հետաքննել են։ Որը մեկը ստուգել է, արդյոք նա պայմաններ ունի։ Այո։ Ամեն ինչ կարգին է։ Նա կայուն եկամուտ ունի, սեփական տուն, նախկինում դատված չէ։ Օրինականորեն, որպես արյունակից ազգական, նա նախապատվություն ունի։ Արմենը նայեց Արամին։ Տղան դեռ աչքերը չէր բարձրացրել։ Արամ, մեղմ կանչեց Արմենը։ Դու ճանաչում ես այդ մորաքրոջը։ Գլխի նվազագույն շարժում։ Ուզում ես գնալ նրա հետ։ Լռություն։ Հետո այնքան ցածր, որ հազիվ էր լսվում։ Կարոր չէ, թե ես ինչ եմ ուզում։ Այդ խոսքերը մի բան կոտրեցին Արմենի մեջ։ Նա շրջվեց դեպի տիկին Գայանեն։ Ինձ մի րոպե տվեք նրա հետ։ Խնդրում եմ։ Երբ մենակ մնացին, Արմենը մոտեցրեց սայլակը։ Նայիր ինձ, Արամ։ Տղան վերջապես բարձրացրեց աչքերը։ Դրանք կարմիր էին։ Այն, ինչ դու ուզում ես, կարոր է։ Միշտ կարոր է։ Ասա ինձ ճշմարտությունը։ Ես ուզում եմ մնալ։ Արամի ձայնը կոտրվեց։ Բայց նա ընտանիք է։
Իսկ ընտանիքը միշտ տանում է մեզ, նույնիսկ երբ մենք չենք ուզում գնալ։ Արմենը զգաց, թե ինչպես են արցունքները այրում աչքերը։ Նա ճանաչում էր այդ ցավը։ 8 տարեկան էր, երբ նրան տարան մանկատուն։ 17 տարեկան էր, երբ դուրս եկավ։ Այդ բոլոր տարիների ընթացքում նա երբեք ընտրություն չի ունեցել, թե որտեղ մնա։ Եթե ես կարողանայի փոխել դա, ասաց Արմենը, ձայնը խռպոտ, ես կփոխեի։ Բայց չեք կարող։ Դա մեղադրանք չէր։ Պարզապես փաստ էր։ Արմենն ուզում էր վիճել, ասել, որ կպայքարի, որ մի ճանապարհ կգտնի։ Բայց ճանաչում էր համակարգը։ Ճանաչում էր օրենքները։ Ազգականները առաջնահերթություն ունեին, շատ դեպքերում լավ պատճառներով։ Արամի մորաքույրը եկավ նրան տանելու 2 օր անց։ 30 անց մի կին էր, պարզ արտաքինով, նյարդային ժպիտով։ Նա կարծես անկեղծորեն ուրախ էր Զարմիկին վերագտնելու համար, բայց Արամը քարացած էր։ Մենք միասին երջանիկ կլինենք, ասաց նա, շոյելով տղայի մազերը։ Կտեսնես։ Արմենը հեռվից հետում էր, անզոր սայլակում, անզոր բոլոր կարոր ձերով։ Երբ Արամն անցավ նրա կողքով, տանելով իր իրերի միակ ուսապարկը, կանգ առավ։ Շնորհակալ եմ, շշնջաց տղան։ Ինձ հավատալու համար։ Եվ գնաց։ Այդպես, պարզապես։ Կարծես վերջին ամիսները տեղի չէին ունեցել։ Արմենը տուն վերադարձավ, զգալով ավելի մեծ դատարկություն, քան այն, ինչ զգում էր Նարինեին հանդիպելուց առաջ։ Որովհետև հիմա գիտեր, թե ինչ է նշանակում հոգ տանել։ Իսկ հոգ տանելը նշանակում էր կարողանալ կորցնել։ Անահիտն էր, որ եկավ նրա մոտ այդ գիշեր։ Նա հիմա ավելի ուժեղ էր, բուժումը վերջապես ցույց էր տալիս կայուն արդյունքներ։ Բժիշկները զգուշավոր հույսով խոսում էին ռեմիսիայի մասին։ Դուք արեցիք այն, ինչ կարող էիք, ասաց նա, նստելով նրա կողքին բազմոցին։ Բավարար չէր։ Երբեք բավարար չէ։ Բայց դուք նրան տվեցիք մի բան, որը ոչ ոք չէր տվել։ Դուք հույս տվեցիք։ Դուք նրան տվեցիք հավատալու հնարավորություն, որ ինքը կարող է։ Դա չի անհետանում պարզապես այն պատճառով, որ նա գնաց։ Արմենն ուզում էր հավատալ։ Բայց ցավը չափազանց մեծ էր։ Հաջորդ ամիսները տարօրինակ էին։ Հիմնադրամը մեծացավ։ Եվս 2 մանկատուն վերանորոգվեց։ 50 երեխա այժմ ավելի լավ տուն ուներ։ Ընտանիքները սկսեցին հետաքրքրվել հուզական աջակցության ծրագրերով։ Նվիրատվություններ էին գալիս սովորական մարդկանցից, որոնց հուզել էր պատմությունը։ Անահիտը լիարժեք ռեմիսիայի մեջ մտավ։ Ախտորոշումից 5 ամիս անց բժիշկները հայտարարեցին, որ քաղցկեղը վերահսկողության տակ է։ Նա դեռ կպահանջեր հետագա հսկողություն, բայց նա կենդանի էր։ Նա լավանում էր։ Նարինեն, այժմ 8 տարեկան, ծաղկում էր։ Խելացի, վճռական, երազանքներով լի։ Խոսում էր բժիշկ դառնալու, կամ ուսուցիչ, կամ գուցե երեխաների հետ աշխատելու մասին, ինչպես Արմենն էր անում։ Իսկ Արմենն իրեն էր գտնում։ Ոչ թե այն մարդուն, որը եղել էր վթարից առաջ, այն սառը գործարարին, որը կենտրոնացած էր միայն շահույթի վրա, այլ որպես նոր մեկը։ Մեկը, ով հասկանում էր, որ ուժը գալիս է ոչ թե վերահսկողությունից, այլ խոցելիությունից։ Նա շարունակում էր մնալ սայլակում։ Հրաշք տեղի չունեցավ։ Բայց բարելավումներ կային։ Փոքր ծակծկոցներ, որոնք գալիս ու գնում էին։ Օրեր, երբ կարողանում էր շարժել ոտքի որոշ մատներ։ Բժիշկները խոսում էին հնարավոր մասնակի վերականգնման մասին, բայց առանց երաշխիքների։ Արմենը սովորեց, որ դա նորմալ է։ Որ քայլելը կամ չքայլելը չի սահմանում, թե ով է ինքը։ Եվ հետո Արամի գնալուց 6 ամիս անց տեղի ունեցավ վերջնական շրջադարձը։ Արմենը սկզբնական մանկատանն էր, վերահսկում էր նոր գրադարանի տեղադրումը, երբ հեռախոսը զանգեց։ Անծանոթ համար։ Պարոն Սարգսյան։ Կանացի ձայն, ծանոթ, բայց որը նա չէր կարողանում տեղը բերել։ Սոցիալական աշխատող Կարինեն է։ Հիշում եք ինձ։ Ես էի, որ զգուշացրի հետաքննության մասին։ Հիշում եմ։ Ինչ է պատահել։ Արամի մասին է։ Մորաքրոջ հետ իրավիճակը չստացվեց։ Նա լավ մտադրություններ ուներ, բայց պատրաստ չէր։ Արամը վերադառնում է համակարգ։ Եվ նա հատուկ խնդրել է վերադառնալ ձեր մանկատուն։
Արմենը զգաց, թե ինչպես սիրտը սկսեց արագ բաբախել։ Երբ։ Վաղը։ Եթե դուք դեռ ուզում եք նրան ընդունել։ Եթե ուզում էր։ Արմենը հազիվ կարողացավ այո պատասխանել, նախքան ձեռքերը սկսեցին դողալ։ Հաջորդ առավոտ նա այնտեղ էր, երբ սոցիալական ծառայության մեքենան ժամանեց։ Արամը դուրս եկավ, չափազանց նիհար, աչքերն ավելի հոգնած։ Բայց երբ տեսավ Արմենին, մի բան փոխվեց դեմքին։ Նա վազեց։ Պարզապես վազեց նետվեց Արմենի գիրկը, քիչ մնաց շրջեր սայլակը։ Դուք դեռ այստեղ եք, հեկեկաց Արամը Արմենի ուսին։ Կարծում էի, գնացած կլինեիք։ Որ այլս ինձնով չէիք հետաքրքրվի։ Արմենը նրան ամուր գրկեց, զգալով սեփական արցունքների թափվելը։ Երբեք։ Ես երբեք չեմ գնա։ Եվ այդ պահին Արմենը հասկացավ այն ճշմարտությունը, որից ամիսներով խուսափում էր։ Դա ոչ միայն երեխաներին օգնելու մասին էր։ Դա այս երեխայի մասին էր։ Արամի մասին։ Եվ գուցե բոլոր այն երեխաների, որոնց նա տեսնում էր Արամի մեջ, ներառյալ այն տղային, որ ինքն էր եղել։ Հաջորդ օրերին Արմենը որոշում կայացրեց, որը կփոխեր ամեն ինչ։ Խոսեց փաստաբանների, սոցիալական աշխատողների, հոգեբանների հետ։ Եվ հետո, մի հանգիստ կեսօրին, նստեց Արամի հետ։ Ես քեզ մի հարց ունեմ տալու, ասաց Արմենը։ Եվ կարող ես ոչ ասել։ Դա ոչինչ չի փոխի մեր միջ, խոստանում եմ։ Արամն ուշադիր նայեց նրան։ Կուզեիր գալ ապրել ինձ հետ։ Ոչ թե որպես պաշտոնապես որդեգրված, որովհետև դա բարդ ժամանակ է պահանջում։ Այլ որպես ժամանակավոր տուն։ Որպես ընտրված ընտանիք։ Արամն անմիջապես չպատասխանեց։ Աչքերը լցվեցին արցունքներով։ Ընտրված ընտանիք, կրկնեց նա։ Այո։ Այն ընտանիքը, որը մենք ենք ընտրում։ Ոչ թե արյունով, այլ սիրով։ Իսկ եթե ես մի սխալ բան անեմ։ Իսկ եթե հասկանաս, որ այլս ինձ չես ուզում։ Արմենը բռնեց տղայի փոքրիկ ձեռքը։ Արամ, ես իմ կյանքի 3 տարին անցկացրել եմ, կարծելով, որ նպատակ չունեմ։ Որ պարզապես մի կոտրված մարդ եմ սայլակում։ Եվ հետո դու մտար իմ կյանք ցույց տվեցիր, որ կոտրված լինելը չի նշանակում մահացած լինել։ Դու ինձ սովորեցրիր, որ կարոր լինելու համար աշխատող ոտքեր պետք չեն։ Պետք է բաբախող սիրտ։ Եվ իմ սիրտը բաբախում է քեզ համար։ Հասկանում ես։ Արամը գլխով արեց, այժմ բացահայտ լաց լինելով։ Կարող եմ ձեզ։ Արմեն քերի կանչել։ Կարող ես ինձ կանչել այնպես, ինչպես ուզում ես, տղաս։ Եվ հենց այդ դիմելաձում, տղաս, Արմենը վերջապես հասկացավ։ Նա իր ամբողջ կյանքն անցկացրել էր, փորձելով ամեն ինչ վերահսկել, կայսրություններ կառուցել, հարստություն կուտակել։ Բայց իսկական հարստությունն այնտեղ էր։ 8-ամյա մի տղայի մեջ, ով իրեն ընտրել էր որպես ընտանիք։ 3 ամիս անց, առանձնատան այգում, այն այգում, որը Անահիտը ստերիլից կենդանի էր դարձրել, պարզ արարողությամբ ավարտվեց ժամանակավոր խնամակալության գործընթացը։ Արամը պաշտոնապես տեղափոխվեց Արմենի տուն։ Նարինեն այնտեղ էր, փայլում էր, իրեն պաշտոնապես հայտարարելով Արամի զարմուհի։ Անահիտը նույնպես, այժմ լիովին ազատված քաղցկեղից, աչքերը փայլում էին երջանկությունից։ Իսկ Արմենը նստած իր սայլակում, շրջապատված իր ընտրված ընտանիքով, մի արտասովոր բան հասկացավ։ Նա ոտքի վրա էր։ Ոչ թե ֆիզիկապես, ոտքերը դեռ լիովին չէին աշխատում։ Բայց հուզականորեն, հոգեպես, նա տարիների ընթացքում առաջին անգամ ոտքի վրա էր։ Գիտես, որն էր իմ ամենամեծ հրաշքը, հարցրեց Արմենը Նարինեին այդ կեսօրին, արձագանքելով այն նախադրյալ հարցին, որը նրանց այստեղ էր բերել։ Նորից քայլելը, պատասխանեց նա, իմանալով, որ դա չէր։ Ոչ։ Նորից զգալ սովորելը։ Սովորելը, որ բուժումը կոտրվածը ուղղելու մասին չէ։ Այն ճաքերի մեջ գեղեցկություն գտնելու մասին է։ Նարինեն ժպտաց, այժմ 8 տարեկան դեռ չափազանց իմաստուն իր տարիքի համար։ Իսկ գիտեք, որն էր իմ ամենամեծ հրաշքը։ Որը։ Քերի ձեռք բերելը չէր, ասաց նա, նայելով Արմենին, հետո Արամին։ Մայրիկիս կենդանի տեսնելն էր։ Ձեզ երջանիկ տեսնելն էր։ Տեսնելն էր, որ մենք կարող ենք ընտրել մեր ընտանիքը։ Արամը մոտեցավ, մի կողմից բռնելով Արմենի, մյուս կողմից Նարինեի ձեռքը։
Իսկ իմ ամենամեծ հրաշքն այն էր, որ սովորեցի, որ ես կարող եմ, որ ես միշտ կարող եմ եղել։ Անահիտը միացավ նրանց, 4-ը կանգնեցին այնտեղ, այն այգում, որտեղ ամեն ինչ սկսվել էր մի պարզ աղոթքով։ Այն այգում, որտեղ Արմենը տարիների ընթացքում առաջին անգամ լաց էր եղել։ Այն այգին, որն այժմ կենդանի էր, ինչպես ինքը։ Կեսօրվա զեփյուռը շարժում էր Անահիտի աճեցրած բույսերի տերները։ Քայլենք միասին հիմնադրամն այժմ օգնում էր 100-ից ավելի երեխաների։ Դավիթն անհետացել էր Արմենի կյանքից, պարտված դառնացած։ Լիլիթն իր կյանքով էր առաջ գնացել։ Իսկ Արմենը… Արմենը վերջապես հասկացել էր, որ իսկական հրաշքը երբեք քայլելու մասին չէր։ Այն ոտքի կանգնելու պատճառներ գտնելու մասին էր, նույնիսկ նստած։ Այն բացահայտելու մասին էր, որ ընտանիքը արյան կամ գեների մասին չէ։ Այն նրա մասին է, թե ով է մնում։ Ով է ընտրում մնալ։ Ով է քեզ հետ ընտրում։ Այդ գիշեր, երբ Արամին պառկեցնում էր քնելու այն սենյակում, որը միասին էին պատրաստել, տղան մի հարց տվեց. Արմեն քեռի, դուք դեռ ցավ զգում եք։ Ոտքերում։ Արմենը մտածեց. Երբեմն։ Բայց գիտես, ինչ եմ բացահայտել։ Ցավը հիշեցնում է ինձ, որ ես կենդանի եմ։ Իսկ հիմա կենդանի լինելը արժե յուրաքանչյուր ցավ, որ երբեք զգացել եմ։ Արամը ժպտաց, այն հազվագյուտ թանկարժեք ժպիտով։ Ես էլ։ Ցավում է հիշելը նախկինը։ Բայց ավելի քիչ է ցավում, երբ հիշում եմ, որ հիմա ունեմ։ Ունեմ ձեզ։ Ունեմ այստեղ։ Եվ մի երեխայի այդ պարզ խոսքերում կար այն ողջ իմաստությունը, որը Արմենն իր ամբողջ կյանքում փնտրել էր։ Անցյալը ցավում է։ Բայց ներկան բուժում է, երբ դու թույլ ես տալիս։ Ամիսներ անց, մի սովորական երեքշաբթի օրը, դա տեղի ունեցավ։ Արմենը ֆիզիոթերապիա էր անում, Արամը մոտակայքում, տնային աշխատանք անելով։ Եվ հետո նա զգաց։ Ոչ թե ծակծկոց։ Իրական շարժում։ Կարողացավ ծալել կոճը։ Հետո, ծունկը։ Դա ակնթարթային հրաշք չէր։ Նա ոտքի չկանգնեց, չսկսեց քայլել։ Բայց դա առաջընթաց էր։ Իրական, չափելի, գիտական։ Արամ, կանչեց նա, ձայնը դողալով։ Նայիր։ Տղան նայեց, տեսավ։ Տեսավ քեռու ոտքի շարժվելը։ Եվ բղավեց։ Բղավեց երջանկությունից, կանչեց Անահիտին, կանչեց Նարինեին։ Եվ երբ բոլորը հավաքվեցին, լաց լինելով ծիծաղելով, Արմենը հասկացավ վերջնական ճշմարտությունը։ Նա արդեն քայլում էր։ Ամիսներ շարունակ։ Ոչ թե ոտքերով, այլ սրտով։ Եվ դա էր, որ միշտ կարող էր եղել։ 2 տարի անց Արմենը կարողացավ մի քանի քայլ անել հենարանով։ Նա երբեք նախկինի պես լիարժեք չքայլեց։ Բայց դրա կարիքը չկար։ Նա ուներ Արամին, որը վազում էր իր կողքով։ Ուներ Նարինեին, որն աճում էր ուժեղ վճռական։ Ուներ Անահիտին, կենդանի առողջ, որը խնամում էր իր այգին։ Եվ նա խաղաղություն ուներ։ Այն խաղաղությունը, որը գալիս է իմանալուց, որ իր կյանքն իմաստ ունի։ Ոչ թե կուտակած միլիոնների, այլ այն կյանքերի համար, որոնց նա դիպել էր։ Հիմնադրամի տղաների աղջիկների համար, որոնք այժմ հնարավորություն ունեին։ Իր ցավը նպատակի վերածելու համար։ Առանձնատան լռությունն այլս դատարկ չէր։ Դա կեսօրվա լավ լռությունն էր, ընդմիջվող ծիծաղով, խոսակցություններով, կյանքով։ Եվ երբ Արմենը պատուհանից նայում էր այգուն, նա բույսերից ավելին էր տեսնում։ Տեսնում էր ապագա։ Տեսնում էր հույս։ Տեսնում էր ապացույց, որ նույնիսկ ամենակոտրված բաները կարող են ծաղկել, երբ գտնում են ճիշտ հողը։ Նա այլս այն մարդը չէր, որ եղել էր։ Ոչ էլ այն մարդը, որ դարձել էր վթարից հետո։ Նա նոր մեկն էր։ Ավելի լավ մեկը։ Մեկը, ով վերջապես սովորել էր ամենակարևոր ճշմարտությունը։ Միասին քայլելը ոտքերը շարժելու մասին չէ։ Այն սիրտը շարժելու մասին է։ Եվ Արմենի սիրտը, վերջապես, շարժման մեջ էր։